Նա դավաճանությունից հետո կորցրել էր ամեն ինչ, այլս ապրելու իմաստ չէր տեսնում։ Բայց օրինակ մի աղջնակ, որ անձրի տակ թղթե ծաղիկներ էր վաճառում, փոխեց նրա կյանքի ընթացքը։ Միասին նրանք պետք է դիմակայեին հզոր թշնամուն, զինված խելքով, արիությամբ, քավության խոստումով։ Հիմա մեկնաբանություններում գրեք, թե ինչ զգացումներ արթնացրեց ձեզ մոտ այս տեսարանը։ Եվ անպայման բաժանորդագրվեք ալիքին, որովհետև վերջաբանը ստիպելու է թաքուն արտասվել։ Երանն արթնանում էր այնպես, ինչպես միշտ, շերտերով։ Սկզբում հացթուխները, հետո ավտոբուսի վարորդները, այնուհետ շտապող ղեկավարներն ու փողոցային վաճառականները։ Եվ թեկությունը Մաշտոցի պողոտայով ձգվում էր անվերջ օձի պես, իսկ հայելային շենքերն արտացոլում էին մի երկինք, որը հազվադեպ էր լիովին կապույտ լինում։ Այդ գրասենյակային շենքերից մեկի վերում, ապակեպած սենյակում, որտեղից արտոնյալ տեսարան էր բացվում դեպի Կասկադի համալիրը, Արմեն Մանուկյանը պայմանագրեր էր ստորագրում նույն ճշգրտությամբ, որով շնչում էր. մեթոդական, վերահսկվող, անթերի։ Արմենը պարզապես հերթական հաջողակ գործարարը չէր։ Նա չափանիշ էր։ Նրա անունը հայտնվում էր մասնագիտացված ամսագրերում, տնտեսական բանավեճերի ժամանակ, երկրի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակներում։ 43 տարեկանում նա ղեկավարում էր մի կոնգլոմերատ, որն ընդգրկում էր տեխնոլոգիաներ, ենթակառուցվածքներ, ռազմավարական ներդրումներ։ Նրա կարողությունը գնահատվում էր այնպիսի թվերով, որոնք մարդկանց մեծամասնությունը երբեք չէր կարողանա արտասանել, զրոների մեջ չխճվելով։ Բայց տպավորիչը միայն փողը չէր։ Դա կեցվածքն էր։ Վճռականությունը։ Ցանկացած բանակցություն առանց թարթելու, առանց վարանելու, առանց խոցելիության նշույլ իսկ ցույց տալու անցկացնելու ունակությունը։ Ով նրան հեռվից էր տեսնում, հիանում էր։ Ով մոտիկից էր տեսնում, հարգում էր, մի պտխունց երկյուղով։ Որովհետև Արմեն Մանուկյանը հայտնի էր նա իր իրավասությունից բացի մեկ այլ բանով, նա անձեռնմխելի էր։ Բառացիորեն։ Ոչ ոք չէր սեղմում նրա ձեռքը։ Ոչ ոք չէր խփում նրա ուսին։ Ոչ ոք չէր համարձակվում ողջույնի գրկախառնություն անել։ Նրա թիմը դա գիտեր։ Նրա գործընկերները դա գիտեին։ Նույնիսկ նրանից հարցազրույց վերցնող լրագրողները նախապես զգուշացվում էին, ֆիզիկական մերձեցում չի թույլատրվում։ Դա չգրված, բայց բացարձակապես հարգվող կանոն էր։ Ոմանք կարծում էին, թե դա հարուստի քմահաճություն է։ Մյուսները պատկերացնում էին, թե մաքրասիրության մոլուցք է։ Քչերը գիտեին ճշմարտությունը։ Եվ Արմենը նախընտրում էր, որ այդպես էլ մնա։ Ճշմարտությունն այն էր, որ անծանոթ ձեռքի պարզ հպումն իր թին առաջացնում էր բուռն ներքին ռեակցիա։ Դա զզվանք չէր։ Դա ամբարտավանություն չէր։ Դա մաքուր, բնազդային, անկառավարելի խուճապ էր։ Մի ալիք, որը բարձրանում էր ստամոքսից, սեղմում կուրծքը կաշկանդում մարմնի յուրաքանչյուր մկան։ Դրսից նա պահպանում էր հանգստությունը։ Ներսից փլուզվում էր։ Եվ դա տեղի էր ունենում այնքան ժամանակ, որքան նա իրեն հիշում էր։ Ավելի ճիշտ, այն պահից, երբ մի կոնկրետ հիշողություն դարձել էր մյուս բոլորի ստվերը։ Նա չէր սիրում մտածել այդ մասին։ Իրականում, նա իր ողջ հասուն կյանքը կառուցել էր այդ մասին չմտածելու շուրջ։ Անընդհատ աշխատանք։ Լեցուն օրակարգ։ Անվերջ հանդիպումներ։ Ամեն ինչ, որը կզբաղեցներ միտքը, կհեռացներ լռությունը։ Որովհետև լռության մեջ հիշողությունները գալիս էին։ Եվ դրանց հետ այն զգացողությունը, որ իր մաշկն իրեն չի պատկանում։ Առանձնատունը, որտեղ ապրում էր Արմենը, գտնվում էր Վահագնի թաղամասի փակ համալիրում, շրջապատված բարձր պարիսպներով, անվտանգության տեսախցիկներով։ Դա ժամանակակից, մաքուր գծերով ընդարձակ սենյակներով կառույց էր։ Ամեն ինչ նախագծել էր մի անվանի ճարտարապետ, որը խստորեն հետել էր հաճախորդի ցուցումներին, ոչ մի ավելորդություն, ոչ մի անպետք իր, ոչինչ, որ մշտական խնամք պահանջեր։ Արդյունքը տեխնիկապես կատարյալ, բայց հուզականորեն դատարկ տարածք էր։ Ավելի շատ նման էր դիզայներական ամսագրի ցուցասրահի, քան տան։ Եվ գուցե հենց դա էր Արմենն ուզում։ Մի վայր, որտեղ ոչինչ իրեն չէր դիպչի։ Ոչ ֆիզիկապես, ոչ էլ հուզականորեն։ Նա ապրում էր մենակ։ Միշտ մենակ էր ապրել։ Տարիների ընթացքում հարաբերություններ ունեցել էր, իհարկե, բայց բոլորը կարճատ ռազմավարականորեն մակերեսային։ Խելացի, գեղեցիկ, անկախ կանայք։ Էլեգանտ ընթրիքներ, խթանող զրույցներ, գիշերներ, որոնք ավարտվում էին քաղաքավարի պատրվակներով։
Արմենը երբեք թույլ չէր տալիս, որ որը մեկը գիշերի իր տանը։ Երբեք թույլ չէր տալիս իրական մտերմություն։ Եվ երբ ինչ-որ մեկը սկսում էր չափազանց մոտենալ, նա պարզապես հեռանում էր։ Նրբագեղությամբ, բայց վճռականորեն։ Բացառությունների տեղ չկար։ Առանձնատունը խնամող տնային անձնակազմը փոքր էր չափազանց լավ պատրաստված։ 3 հիմնական աշխատակից, վարորդ, խոհարար տնտեսուհի։ Բոլորը գիտեին կանոնները։ Ոչ մի զրույց, անհրաժեշտից ավելի։ Ոչ մի հպում, նույնիսկ փողկապն ուղղելու կամ իրն անմիջապես ձեռքը տալու համար։ Ամեն ինչ թողնվում էր մակերեսների վրա։ Ամեն ինչ արվում էր հարգալից հեռավորությամբ։ Եվ բոլորը շատ լավ էին վարձատրվում այդ զգուշավորության համար։ Բայց տնտեսուհին, տիկին Սոնան, 60-ամյա մի կին, որը գրեթե 1 տասնամյակ աշխատում էր Արմենի համար, առողջական խնդիրների պատճառով արձակուրդ էր խնդրել։ Ոչ մի լուրջ բան, պարզապես ծնկի վիրահատություն, որը հանգիստ էր պահանջելու։ Արմենը չարարկեց։ Հաստատեց բժշկական արձակուրդը կադրերի բաժնին հանձնարարեց ժամանակավոր փոխարինող գտնել։ Մեկին, լավ երաշխավորագրերով, բարձրակարգ տներում աշխատելու փորձով, ամենակարևորը, մեկին, ով գիտեր առանց հարցեր տալու հրահանգներին հետել։ Այդպես Նարինե Գալստյանը մտավ Արմեն Մանուկյանի կյանք։ Նա ժամանեց երեքշաբթի առավոտյան, ճիշտ ժամը 8-ին, ինչպես պայմանավորվել էին։ Վարորդը նրան դիմավորեց դարպասի մոտ ուղեկցեց տան կողային մուտք, որտեղից սովորաբար մտնում էին աշխատակիցները։ Նարինեն իր հետ բերել էր մի փոքր ճամպրուկ, քանի որ շաբաթվա օրերին պետք է գիշերեր սպասավորների համար նախատեսված սենյակում, մի մաշված կտորից ուսի պայուսակ։ Հագին ուներ մուգ ջինսետ աբատ, սպիտակ, պարզ բլուզ հարմարավետ սպորտային կոշիկներ։ Շագանակագույն մազերը հավաքված էին ցածր պոչով։ Դեմքին շպար չկար։ Համեստ, գրեթե աննկատ տեսք։ Հենց այնպիսի տեսակ, որը գործակալությունը գիտեր, Արմենը նախընտրում էր։ Տիկին Սոնան, մինչ հեռանալը, մանրամասն հրահանգներով մի տետր էր թողել։ Նարինեն ամեն ինչ ուշադրությամբ կարդաց։ Մաքրության ժամեր։ Տնօրենի սննդային նախասիրություններ։ Անվտանգության կանոններ։ Եվ մեծատառերով ընդգծված երբեք չդիպչել պարոն Մանուկյանին։ Միշտ պահպանել ֆիզիկական հեռավորություն։ Իրեր հանձնելու անհրաժեշտության դեպքում թողնել մակերեսների վրա։ Նարինեն դա տարօրինակ չհամարեց։ Արդեն աշխատել էր խիստ կանոններով տներում։ Որոշ տանտիրուհիներ յուրահատուկ սովորություններ ունեին։ Որոշ տանտերեր մոլեռանդ էին կազմակերպվածության հարցում։ Հարմարվելը աշխատանքի մաս էր կազմում։ Եվ նրան այս աշխատանքը պետք էր։ Շատ պետք էր։ 31 տարեկանում Նարինեն մի պատմություն էր կրում, որը նախընտրում էր չկիսել։ Ծնողներին կորցրել էր դեռ երիտասարդ հասակում, ավտովթարից, որը նա խորը հուզական հետքեր էր թողել իր կրտսեր եղբոր վրա, ով այդ ժամանակվանից ի վեր հոգեբուժական բուժում էր ստանում մասնագիտացված կլինիկայում։ Նարինեն բուժումը միայնակ էր հոգում։ Ամեն լուման հաշվի էր առնվում։ Ամեն ժամանակավոր աշխատանք փրկողակ էր։ Նա քմահաճ լինելու շքեղություն չուներ։ Ընդունում էր այն, ինչ առաջարկվում էր, անում էր իր լավագույնը առաջ։ Շարժվում։ Միշտ առաջ։ Բայց Նարինեի մեջ կար մի բան, որ նրան առանձնացնում էր։ Մի լուռ զգայունություն։ Չասվածը նկատելու ունակություն։ Գուցե դա այն պատճառով էր, որ երկար ժամանակ խնամել էր եղբորը, սովորելով կարդալ նրա նոպաները, նախքան դրանք կսկսվեին, վերծանելով նրա լռությունները։ Կամ գուցե դա պարզապես իր էության մի մասն էր։ Նարինեն հասկանում էր լուռ ցավը։ Եվ այդ պատճառով հարգում էր ուրիշների ցավը։ Նարինեի Արմենի առաջին հանդիպումը տեղի ունեցավ նույն օրը, երեկոյան։ Նա գրասենյակից ժամանեց ժամը 7-ի սահմաններում, ինչպես սովորաբար։ Մտավ ավտոտնակից, ուղիղ բարձրացավ ննջասենյակ, կոստյումը փոխեց հանգիստ հագուստով իջավ ընթրելու։ Նարինեն արդեն ամեն ինչ պատրաստել էր տետրի հրահանգների համաձայն, կանաչ աղցան, խորոված ձուկ, շոգեխաշած բանջարեղեն։ Ամեն ինչ դրված էր ապակեպատ պատշգամբի սեղանին, որը նայում էր ներքին այգուն։ Նա խոհանոցում էր, երբ լսեց նրա քայլերի ձայնը։ Դադարեցրեց իր գործը, անշարժ սպասեց։ Արմենը մտավ սենյակ, հպանցիկ նայեց նրան գլխով արեց։ Չոր, պաշտոնական ողջույն։ Նարինեն պատասխանեց նույն կերպ։ Բարի երեկո, պարոն Մանուկյան։ Բարի երեկո։
Նրա ձայնը խորն էր, զուսպ։ Նա չժպտաց։ Չհարցրեց նրա անունը, թե, անշուշտ, գիտեր։ Պարզապես շրջվեց, քայլեց դեպի պատշգամբ։ Նարինեն վերադարձավ իր գործին։ Հավաքեց օգտագործված սպասքը, մաքրեց սեղանը, անջատեց գազօջախը։ Ամեն ինչ արեց լռության մեջ։ Եվ երբ ավարտեց, քաշվեց սպասավորների համար նախատեսված սենյակ։ Հաջորդ օրերին առօրյան հաստատվեց։ Արմենը շուտ էր գնում, ուշ վերադառնում։ Նարինեն զուսպ արդյունավետությամբ խնամում էր տունը։ Մաքրում էր, կարգի բերում, կերակուր պատրաստում։ Ամեն ինչ, առանց ավելորդ աղմուկի։ Ամեն ինչ, առանց տարածքներ ներխուժելու։ Նա բաներ էր նկատում։ Փոքր մանրուքներ։ Այն, թե ինչպես էր Արմենը միշտ սուրճի բաժակը կիսատ թողնում։ Ինչպես էր խուսափում հյուրասենյակի բազմոցից նախընտրում աշխատել գրադարանում։ Ինչպես երբեք չէր միացնում հեռուստացույցը։ Ինչպես տունը լցնող միակ ձայներն իր սեփական քայլերն էին, երբեմն աշխատանքային զանգերի հեռավոր շշունջը։ Այդ լռության մեջ կար մի կոշտություն։ Բայց կար նա ավելին։ Մի տխրություն, որը չէր երում, բայց զգացվում էր։ Նարինեն ծանոթ էր այդ տեսակի տխրությանը։ Դա այն տեսակն էր, որն ապրում էր ներսում։ Այն, որին արցունքներ պետք չէին գոյություն ունենալու համար։ Նրա ժամանումից մեկ շաբաթ անց Նարինեն գրադարանում էր, կատարելով այդ սենյակի շաբաթական մաքրությունը։ Գրադարանը տան ամենագեղեցիկ սենյակներից մեկն էր։ Զանգվածային փայտից դարակաշարերը ծածկում էին 3 պատ ամբողջությամբ, լի գրքերով, որոնք դասավորված էին ըստ թեմայի գույնի։ Պատուհանի մոտ կաշվե բազկաթոռ կար, ցածր սուրճի սեղան մինիմալիստական դիզայնով լամբ։ Ամեն ինչ անթերի էր։ Ամեն ինչ առանց իրական օգտագործման հետքերի։ Նարինեն նրբորեն սրբում էր գրքերի կազմերը։ Որոշ վերնագրեր գրավեցին նրա ուշադրությունը։ Փիլիսոփայություն, վարքային տնտեսագիտություն, նյարդագիտություն, խորը, բարդ թեմաներ։ Բայց կային նա գեղարվեստական գրքեր։ Հայ դասականներ։ Հովհաննես Թումանյան, Պարույր Սակ, Հրանտ Մաթոսյան։ Նա թեթակի ժպտաց, տեսնելով Սակի բանաստեղծությունների ժողովածուն։ Տարիներ առաջ կարդացել էր այդ գիրքը, մի դժվարին պահի։ Հիշում էր, թե ինչպես էին Սակի խոսքերը կարողանում դիպչել այնպիսի տեղերի, ուր ոչ ոք չէր հասնում։ Հենց այդ պահին, երբ ներքի դարակից մի հաստ հատոր տեղաշարժեց, գետնին ինչ-որ բան ընկավ։ Մի տետր։ Փոքր, մուգ կապույտ կոշտ կազմով, եզրերը ժամանակից մաշված։ Նարինեն կռացավ զգուշությամբ վերցրեց այն։ Բացելու մտադրություն չուներ, բայց տետրը սահեց ձեռքերից բացված ընկավ գետնին, բացահայտելով ամուր, թեք սթանակով գրված ձեռագրով էջեր։ Նա չկարդաց։ Պարզապես տեսավ։ Տեսավ, որ դրանք նամակներ էին։ Նամակներ, որոնք բոլորը սկսվում էին նույն կերպ՝ Դավիթ։ Նարինեն արագ փակեց տետրը, դրեց այն դարակի վրա, ճիշտ այնտեղ, որտեղ կար։ Կրծքում սեղմոց զգաց։ Դա իր տեսնելու համար չէր։ Դա ոչ ոքի տեսնելու համար չէր։ Եվ այնուամենայնիվ, այդ բառերի պատկերը տպավորվեց նրա մտքում։ Դավիթ։ Կրկնվող անուն։ Մի հասցեատեր, որը, հավանաբար, երբեք չէր ստացել հաղորդագրությունները։ Նա լռության մեջ ավարտեց մաքրությունը, դուրս եկավ գրադարանից։ Բայց այդ օրը ինչ-որ բան փոխվեց։ Նարինեն սկսեց այլ կերպ նայել Արմենին։ Ոչ թե խղճահարությամբ, այլ հասկացողությամբ։ Որովհետև նա նույնպես չուղարկված նամակներ ուներ։ Նույնպես կոկորդում մնացած բառեր ուներ։ Նույնպես գիտեր, թե ինչ է պահել գաղտնիքներ, որոնք ավելի ծանր են, քան ցանկացած տեսանելի ուղեբեռ։ Արմենն իր հերթին սկսեց նկատել Նարինեին։ Սկզբում ոչ գիտակցաբար։ Բայց նա զգում էր։ Զգում էր, թե ինչպես նա երբեք ավելորդ աղմուկ չի անում։ Ինչպես է ամեն ինչ թողնում ճիշտ այնտեղ, որտեղ ինքը սիրում է, առանց որ նա խնդրի։ Ինչպես է ուտելիքը միշտ ճիշտ ջերմաստիճանի, պատրաստված առանց ավելորդությունների, առանց ուժեղ համեմունքների, որոնք նրան անհանգստացնում էին։ Ինչպես նա երբեք չի փորձում զրույց սկսել։ Երբեք հարցեր չի տալիս։ Երբեք չի ներխուժում։ Եվ կարս մի բան։ Նարինեն նույնպես խուսափում էր հպումից։ Ոչ միայն իր հետ, այլ ընդհանրապես։
Արմենը դա նկատեց, երբ տեսավ, թե ինչպես է նա վարվում իրերի հետ։ Չափազանց զգուշությամբ։ Կարծես ամեն բան փխրուն լիներ։ Կարծես ամեն շարժում պետք է հաշվարկված լիներ անցանկալի շփումից խուսափելու համար։ Նա երբեք ոչնչի չէր դիպչում պատահաբար։ Երբեք ձեռքը ոչ ոքի չէր քսում։ Գրեթե կարծես նա էլ էր ապրում անտեսանելի պղպջակի մեջ։ Դա հետաքրքրեց Արմենին։ Բայց նա չհարցրեց։ Որովհետև հարցնելը կնշանակեր տարածք բացել, որ նա էլ հարցեր տար։ Եվ նա դրան պատրաստ չէր։ Օրերն անցնում էին։ Նարինեն իր առօրյան կատարում էր նույն լուռ արդյունավետությամբ։ Շուտ էր արթնանում, պատրաստում Արմենի սուրճը, խնամում տունը, պատրաստում ընթրիքը։ Երեկոյան քաշվում էր իր սենյակ կարդում։ Միշտ կարդում էր։ Գրքեր, որոնք բերել էր տնից։ Հին վեպեր, բանաստեղծություններ, կենսագրություններ։ Ընթերցանությունն իր ապաստանն էր։ Միակ տարածքը, որտեղ կարող էր զգալ առանց դատվելու։ Արմենն իր հերթին պահպանում էր լարված օրակարգը։ Հանդիպումներ, տեսազանգեր, արագ ուղղորդություններ դեպի այլ քաղաքներ։ Նա աշխատում էր այնպես, ինչպես փախչող մարդը։ Եվ գուցե հենց դա էր։ Փախուստ։ Որովհետև երբ կանգ էր առնում, երբ տան լռությունը պարուրում էր նրան, անհանգստությունը վերադառնում էր։ Եվ դրա հետ այն հարցերը, որոնց նա չէր ուզում պատասխանել։ Հինգշաբթի երեկոյան էր, Նարինեի ժամանումից գրեթե 3 շաբաթ անց, երբ ինչ-որ տարբեր բան տեղի ունեցավ։ Արմենը գրադարանում էր, նստած գրասեղանի մոտ, վերանայում էր ֆինանսական հաշվետվությունները։ Ուշ էր։ Արդեն 11-ն անց էր։ Նարինեն պետք է քնած լիներ։ Բայց նա միջանցքում թեթ քայլերի ձայն լսեց։ Նայեց դռանը, տեսավ նրա ուրվագիծը, որն անցնում էր դեպի խոհանոց։ Մի քանի րոպե անց նա վերադարձավ, ձեռքին մի բաժակ թեյ։ Կանգնեց գրադարանի մուտքի մոտ, վարանելով։ Ներողություն անհանգստացնելու համար, պարոն Մանուկյան։ Նկատեցի, որ դեռ արթուն եք։ Երիցուկի թեյ եմ պատրաստել։ Օգնում է հանգստանալ։ Կթողնեմ այստեղ, միջանցքի սեղանի կին։ Նա բաժակը դրեց դռան մոտ գտնվող պահարանի վրա, շրջվեց, գնալու։ Նարինե։ Նա կանգ առավ։ Դա առաջին անգամն էր, որ նա արտասանում էր իր անունը։ Շնորհակալություն։ Նարինեն նայեց նրան։ Կարճ հայացք, բայց որը կրում էր մի բան, որ Արմենը չկարողացավ վերծանել։ Դա երախտագիտություն չէր։ Զարմանք չէր։ Ճանաչում էր։ Կարծես նա ճշգրիտ իմանար, թե ինչ է նշանակում այդ շնորհակալությունը։ Եվ գուցե գիտեր։ Խնդրեմ, պարոն։ Նա դուրս եկավ։ Արմենը մի քանի վայրկյան նայում էր դատարկ դռանը։ Հետո վեր կացավ, վերցրեց բաժակը, վերադարձավ գրասեղանի մոտ։ Թեյը կատարյալ ջերմաստիճանի էր։ Նա դանդաղ խմեց, զգալով, թե ինչպես է տաքությունը իջնում կոկորդով, թուլացնելով ուսերի լարված մկանները։ Այդ ժեստի մեջ ինչ-որ բան կար։ Մի բան, որը գործառույթից անդին էր։ Նարինեն պարտավոր չէր դա անել։ Գիշերվա կեսին իր համար թեյ պատրաստելը նրա պարտականությունների մեջ չէր մտնում։ Բայց նա արեց։ Եվ արեց մի խնամքով, որին նա սովոր չէր։ Արմենն ավարտեց թեյը, վերադարձավ հաշվետվություններին։ Բայց համակարգչի էկրանի բառերը կարծես խառնվել էին։ Միտքն այլ տեղ էր։ Մտածում էր, թե որքան երկար ժամանակ է, ինչ որ մեկը հոգ էր տարել իր մասին։ Իսկապես։ Ոչ թե շահադիտական նպատակով։ Ոչ թե պայմանագրային պարտավորությամբ։ Այլ խնամքի անկեղծ մղումով։ Դա նրան անհանգստացրեց։ Որովհետև խնամքը մտերմություն էր պահանջում։ Իսկ մտերմությունն արգելված տարածք էր։ Հաջորդ օրերին Արմենը փորձեց վերականգնել հեռավորությունը։ Խուսափում էր Նարինեի հետ հանդիպել ավելին, քան անհրաժեշտ էր։ Նորից սկսեց ավելի շուտ գնալ, ավելի ուշ գալ։ Ճաշում էր դրսում։ Ընտրում էր հանդիպումների ժամանակ։ Ամեն ինչ անում էր, որ տանը չլինի այն ժամերին, երբ նա արթուն էր։ Բայց Նարինեն շարունակում էր այնտեղ լինել։ Միշտ զուսպ։ Միշտ ներկա։ Միշտ հոգատար։ Եվ կամաց-կամաց, առանց որ նրանցից որը մեկը լիովին գիտակցեր, նրանց մեջ ձևավորվում էր մի լուռ լեզու։
Հաղորդակցման միծ, որը բառերի կարիք չուներ։ Նա գիտեր, երբ նա դժվար օր է ունեցել, նայելով, թե ինչպես է նա փողկապը շպրտել մահճակալի վրա։ Նա գիտեր, երբ նա հոգնած է, նայելով, թե ինչպես են նրա շարժումները դանդաղում։ Դա տարօրինակ բառ էր։ Երկու անծանոթ, որոնք կիսում էին նույն տարածքը, բայց ապրում էին զուգահեռ տիեզերքներում։ Եվ այնուամենայնիվ, ինչ-որ բան նրանց կապում էր։ Գուցե դա ընդհանուր ցավն էր։ Գուցե դա միմյանց սահմանների նկատմամբ փոխադարձ հարգանքն էր։ Կամ գուցե պարզապես այն փաստը, որ երկուսն էլ գիտեին, թե ինչ է գոյատելու համար պատեր կառուցելը։ Եվ հենց այդ փխրուն հավասարակշռության մեջ ամեն ինչ սկսեց փոխվել։ Ուրբաթ առավոտ էր։ Արմենը կարևոր հանդիպում ուներ միջազգային ներդրողների հետ։ Տեսազանգը նշանակված էր ժամը 9-ին։ Նա սովորականից շուտ արթնացավ, լոգանք ընդունեց, հագավ անթերի մուգ կապույտ կոստյում, իջավ սուրճ խմելու։ Նարինեն արդեն ամեն ինչ պատրաստել էր։ Թարմ սուրճ, բոված մատնաքաշ, կարմիր հատապտուղների մուրաբա, թարմ քամած նարնջի հյութ։ Արմենն արագ կերավ, նայելով հեռախոսին։ Ստուգում էր նամակները, վերանայում շնորհանդեսները, հաստատում տվյալները։ Լարված էր։ Այդ հանդիպումը վճռորոշ էր մի նախագծի համար, որը նա ամիսներ շարունակ մշակում էր։ Չէր կարող սխալվել։ Երբ ավարտեց, վեր կացավ, գնաց նախասրահի հայելու մոտ, փողկապն ուղղելու։ Բայց ինչ-որ բան այն չէր։ Հանգույցը ծուռ էր։ Փորձեց նորից կապել, բայց ձեռքերը դողում էին։ Նորից փորձեց։ Չկարողացավ։ Լարվածությունը խանգարում էր նրա շարժումների համակարգմանը։ Նարինեն այդ պահին անցնում էր միջանցքով, ձեռքին մաքուր հագուստի զամբյուղ։ Նա տեսավ տեսարանը։ Տեսավ հիասթափությունը նրա դեմքին։ Տեսավ դողացող ձեռքերը։ Եվ նախքան կկարողանար մտածել, նախքան կկարողանար իրեն զսպել, նա կանգ առավ։ Պարոն Մանուկյան, կարող եմ օգնել։ Արմենը սառեց։ Նայեց նրան հայելու արտացոլանքի միջով։ Անհրաժեշտ չէ։ Բայց ձայնը դուրս եկավ ավելի թույլ, քան նա մտադրվել էր։ Նարինեն վարանեց։ Մի քայլ առաջ արեց։ Ընդամենը փողկապն է։ Խոստանում եմ, որ արագ կլինեմ։ Արմենը չպատասխանեց։ Չհամաձայնեց։ Բայց նա չմերժեց։ Եվ Նարինեն այդ լռությունը մեկնաբանեց որպես լուռ թույլտվություն։ Նա զամբյուղը դրեց գետնին, խորը շունչ քաշեց, մոտեցավ։ Նրա ամեն քայլը դանդաղ էր։ Մտածված։ Կարծես մոտենում էր վիրավոր կենդանու։ Եվ գուցե այդպես էլ կար։ Նա կանգնեց նրանից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Բարձրացրեց ձեռքերը։ Եվ դիպավ փողկապին։ Արմենը զգաց։ Զգաց նրա մատների հպումը կտորին։ Զգաց նրա մարմնի մոտիկությունը։ Զգաց լվացքի փոշու թեթ բույրը, որը գալիս էր նրա նոր լվացած հագուստից։ Եվ զգաց, ամենից շատ, բարձրացող խուճապը։ Բայց այս անգամ ինչ-որ տարբեր բան տեղի ունեցավ։ Նարինեն չդիպավ նրա մաշկին։ Միայն փողկապին։ Նրա շարժումները ճշգրիտ էին, արագ, պրոֆեսիոնալ։ Նա քանդեց ծուռ հանգույցը, հմտորեն նորից կապեց, հեռացավ։ Ամեն ինչ 15 վայրկյանից պակաս ժամանակում։ Վերջ։ Արմենը նայեց հայելուն։ Փողկապը կատարյալ էր։ Նա նայեց Նարինեին։ Նա արդեն վերցրել էր զամբյուղը, հեռանում էր, կարծես ոչ մի արտասովոր բան տեղի չէր ունեցել։ Բայց Արմենի համար արտասովոր բան էր տեղի ունեցել։ Նա թույլ էր տվել, որ ինչ-որ մեկը մոտենա։ Թույլ էր տվել, որ ինչ-որ մեկը դիպչի իրեն, թեկուզ անուղղակիորեն։ Եվ չէր փլուզվել։ Չէր փախել։ Պարզապես կանգնել էր այնտեղ, դիմանալով։ Եվ վերջում գոյատել էր։ Դա առաջին նշաձողն էր։ Անտեսանելի։ Լուռ։ Բայց վերջնական։ Եվ նրանցից ոչ ոք դեռ չգիտեր, բայց այդ կարճ ժեստը, այդ 15 վայրկյանանոց հպումը, լինելու էր մի փոխակերպման սկիզբ, որին նրանցից ոչ ոք պատրաստ չէր դիմակայելու։ Փողկապի դրվագին հաջորդած օրերը տարօրինակ էին։ Արմենը չէր կարողանում այդ պահը հանել մտքից։ Ոչ թե բուն ֆիզիկական մտերմության պատճառով, թե դա արդեն իսկ արտասովոր էր, այլ այն ձի պատճառով, որով Նարինեն շարժվել էր։ Խնամքով, հարգանքով,
Կարծես նա հասկանում էր, առանց որևէ մեկի բացատրության, որ այդ առումով ինքն ապակուց էր։ Իսկ ապակու հետ պետք է նրբորեն վարվել։ Նա փորձեց ռացիոնալ բացատրություն գտնել։ Ընդամենը մի աշխատակից, որն իր գործն էր անում։ Նա տեսավ, որ ինքը դժվարանում է, օգնություն առաջարկեց։ Ոչ մի բան ավելի բնական։ Ոչ մի բան ավելի պրոֆեսիոնալ։ Բայց ճշմարտությունն այն էր, որ Արմենը սովոր չէր այդ բնականությանը։ Սովոր էր տեսնել, թե ինչպես են մարդիկ հետ քաշվում, երբ ինքը հեռանում է։ Սովոր էր զգալ նրանց անհարմարությունը իր անթեք կանոնների առջ։ Նարինեն, սակայն, անհարմարություն չէր ցուցաբերում։ Միայն ընդունում։ Եվ դա նրան խորապես հետաքրքրում էր։ Նարինեն, իր հերթին, նույնպես անհանգիստ էր։ Գիտակցում էր, որ մի սահման է հատել։ Որքան էլ ժեստը նուրբ լիներ, նա գիտեր, որ ներխուժել է մի տարածք, որն իրեն չէր պատկանում։ Եվ վախեցավ։ Վախեցավ, որ խախտել է կանոնները։ Վախեցավ, որ կազատվի աշխատանքից։ Նրան այդ աշխատանքը պետք էր։ Փողը պետք էր։ Այդ տան առաջարկած ժամանակավոր կայունությունը պետք էր։ Բայց օրերն անցան, Արմենը ոչինչ չասաց։ Ոչ մի նկատողություն։ Ոչ մի զգուշացում։ Նա պարզապես շարունակեց իր առօրյան, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Եվ Նարինեն դա մեկնաբանեց որպես լուռ թույլտվություն շարունակելու լինել այն, ինչ ինքն էր։ Շարունակելու խնամել այդ տարածքը։ Եվ գուցե խնամելու նա այն մարդուն, ով ակնհայտորեն չգիտեր, թե ինչպես օգնություն խնդրել։ Հենց այս համատեքստում Նարինեն սկսեց էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել մանրուքներին։ Նա նկատեց, որ Արմենը վատ է քնում։ Ամեն անգամ, երբ առավոտյան մտնում էր նրա սենյակը հավաքելու, ծածկոցները խառնված էին, ծավանները անկանոն ճմրթված, կարծես նա ամբողջ գիշեր պայքարել էր։ Նկատեց նա, որ նա չափից շատ սուրճ է խմում։ Օրական 5-6 բաժակ։ Եվ որ հազվադեպ է ճաշում տանը, նույնիսկ երբ դրսում հանդիպումներ չունի։ Նա նկատեց, որ նա խուսափում է հյուրասենյակից։ Երբեք չի նստում բազմոցին։ Երբեք հեռուստացույց չի դիտում։ Նախընտրում է գրադարանը կամ աշխատասենյակը։ Միջավայրեր, որտեղ կարող է մենակ մնալ, շրջապատված գրքերով, փաստաթղթերով, առանց ստիպված լինելու դիմակայել շփման համար ստեղծված տարածքի դատարկությանը։ Եվ նկատեց, ամենից շատ, որ Արմենը քիչ է խոսում։ Ոչ միայն իր հետ, այլ բոլորի։ Նրա հեռախոսազրույցները օբյեկտիվ էին, ուղիղ, զուրկ ցանկացած մարդկային ջերմությունից։ Նա չէր ծիծաղում։ Կատակներ չէր անում։ Զայրույթ չէր ցուցաբերում։ Կարծես բոլոր հույզերը խնամքով արխիվացված լինեին ինչ-որ անհասանելի տեղում։ Նարինեն ծանոթ էր այդ տեսակի վերահսկողությանը։ Ինքն էլ էր դա կիրառում։ Տարիների ընթացքում սովորել էր ցավը պահել առանձին խցիկներում։ Ծնողների կորստի ցավը մեկում։ Միայնության ցավը մյուսում։ Եղբորը մի մտքում փակված տեսնելու ցավը, որը չէր գործում այնպես, ինչպես պետք է երրորդում։ Նա գիտեր, որ եթե բացի այդ բոլոր խցիկները միանգամից, կկլանվի։ Այնպես որ ամեն ինչ փակ էր պահում։ Կազմակերպված։ Վերահսկվող։ Գուցե դրա համար էլ նա Արմենը հասկանում էին միմյանց առանց բառերի։ Որովհետև երկուսն էլ զսպվածության արվեստի վարպետներ էին։ Երկուշաբթի օրը, երբ Նարինեն խոհանոցում ընթրիք էր պատրաստում, լսեց ավտոտնակի դռան բացվելու ձայնը։ Արմենը սովորականից շուտ էր եկել։ Նա նայեց ժամացույցին։ Ժամը 5-ն էր։ Նա երբեք 7-ից շուտ չէր գալիս։ Լսեց նրա քայլերը, որոնք բարձրանում էին աստիճաններով։ Լսեց ննջասենյակի դռան փակվելը։ Լսեց հաջորդած լռությունը։ Եվ այդ լռության մեջ ինչ-որ բան այն չէր։ Նարինեն զգաց։ Չգիտեր, ինչպես բացատրել, բայց զգաց։ Նա ավարտեց ձուկը համեմելը, դրեց ջեռոցը լված ձեռքերը։ Դանդաղ բարձրացավ աստիճաններով, կանգնելով Արմենի սենյակի դռան դիմաց։ Վարանեց։ Իր տեղը չէր այնտեղ գնալը։ Իր գործը չէր միջամտելը։ Բայց ինչ-որ բան նրան մղում էր։ Թակեց դուռը։ 3 թեթ թակոց։ Պարոն Մանուկյան, ամեն ինչ կարգին է։ Լռություն։ Եթե որևէ բանի կարիք ունենաք, խոհանոցում կլինեմ։
Նա շրջվեց, իջնելու, բայց դուռը բացվեց։ Արմենը կանգնած էր այնտեղ դեռ կոստյումով, բայց փողկապը թուլացրած վերնաշապիկի վերին կոճակները բաց։ Դեմքը գունատ էր։ Աչքերը հոգնած։ Ամեն ինչ կարգին է, Նարինե։ Պարզապես դժվար օր էր։ Նրա ձայնը տարբեր էր։ Ավելի ցածր։ Ավելի փխրուն։ Նարինեն գլխով արեց։ Ընթրիքը պատրաստ կթողնեմ։ Կարող եք ուտել, երբ ցանկանաք։ Շնորհակալություն։ Նա իջավ։ Բայց նրա, դրան մոտ կանգնած, այդ հյուծված արտահայտությամբ պատկերը տպավորվեց նրա մտքում։ Այնտեղ ֆիզիկական հոգնածությունից ավելին կար։ Հուզական մաշվածություն կար։ Բեռ կար։ Արմենը մենակ սենյակում նստեց մահճակալի եզրին, արմունկները հենեց ծնկներին, դեմքը թաղելով ձեռքերի մեջ։ Այդ օրվա հանդիպումը աղետ էր եղել։ Ոչ թե անիրավասության պատճառով, ոչ թե նախապատրաստության բացակայության պատճառով, այլ որովհետև շնորհանդեսի կեսին ներդրողներից մեկը ձեռքը մեկնել էր նրան ողջունելու։ Եվ Արմենը, բնազդաբար, հետ էր քաշվել։ Անհարմարությունը անմիջապես զգացվեց։ Շրջապատողները հայացքներ փոխանակեցին։ Ինչ-որ մեկը փորձեց մեղմել իրավիճակը համավարակի սոցիալական հեռավորության մասին կատակով, բայց բոլորը գիտեին, որ դա չէր պատճառը։ Արմենին հաջողվեց իրավիճակը շտկել առողջական խնդիրների մասին պատրվակով, բայց վնասն արդեն հասցվել էր։ Նա տեսավ անվստահությունը նրանց աչքերում։ Տեսավ կասկածը։ Եվ այդ կասկածը կարող էր միլիոններ արժենալ։ Կարող էր արժենալ այն վստահությունը, որը նա տարիների ընթացքում կառուցել էր։ Որովհետև բիզնեսի աշխարհում վստահությունը արժույթ էր։ Եվ ժեստերը նույնքան կարևոր էին, որքան թվերը։ Արմենը ուժգին շփեց դեմքը, փորձելով հեռացնել մտքերը։ Բայց դրանք շարունակում էին վերադառնալ։ Միշտ վերադառնում էին։ Խնամակալի պատկերը։ Այն մարդը, որը պետք է պաշտպաներ։ Այն մարդը, որը նրա մեջ ինչ-որ բան էր կոտրել, որն այլս երբեք ամբողջովին չվերականգնվեց։ Նա 7 տարեկան էր։ Դավիթը 5։ Ծնողները շատ էին ճամփորդում աշխատանքի բերումով, երբ ճամփորդում էին, երեխաներին թողնում էին Գագիկի խնամքին, ընտանիքի աշխատակցի, որն ապրում էր կալվածքում։ Գագիկը համակրելի էր, կատակասեր, խարիզմատիկ։ Երեխաները սիրում էին նրան։ Մինչ մի օր Գագիկը դադարեց պարզապես համակրելի լինելուց։ Արմենը բոլոր մանրամասները չէր հիշում։ Նրա միտքը ջնջել էր մեծ մասը, որպես պաշտպանական մեխանիզմ։ Բայց հիշում էր զգացողությունը։ Հիշում էր վախը։ Հիշում էր, թե ինչպես էր այդ մարդու ամեն հպումը սխալ, ներխուժող, ցավոտ թվում։ Եվ հիշում էր, ամենից շատ, թե ինչպես էր փորձել պատմել ծնողներին, նրան չէին հավատացել։ Որովհետև Գագիկը վստահելի էր։ Որովհետև Գագիկը տարիներ շարունակ աշխատում էր ընտանիքի համար։ Որովհետև երեխաները հարուստ երակայություն ունեն։ Այնպես որ Արմենը սովորեց լռել։ Սովորեց պատեր կառուցել։ Սովորեց, որ իր մարմինն անվտանգ վայր չէ։ Եվ երբ Գագիկը վերջապես հեռացավ, տարիներ անց, պատճառներով, որոնք Արմենը երբեք չիմացավ, վնասն արդեն հասցվել էր։ Դավիթը ոչնչից տեղյակ չէր։ Նա չափազանց փոքր էր։ Խնայվեց։ Եվ Արմենը հոգ տարավ, որ այդպես էլ մնա։ Պաշտպանեց եղբորը բոլոր ուժերով։ Մինչ, դեռահասության տարիքում, նրանք հեռացան միմյանցից։ Դավիթը այլ ճանապարհով գնաց, հեռացավ Հայաստանից, կյանք կառուցեց այլ երկրում։ Իսկ Արմենը մնաց։ Մենակ։ Շրջապատված հաջողությամբ, բայց լիովին մեկուսացված։ Նա խորը շունչ քաշեց, վեր կացավ։ Իմաստ չուներ վերապրել դա։ Ոչինչ չէր փոխում։ Անցյալը մեռած էր։ Եվ նա սովորել էր ապրել ուրվականների հետ։ Իջավ ընթրելու։ Նարինեն ամեն ինչ պատրաստել էր պատշգամբում։ Աղցան, խոտաբույսերով տապակած ձուկ, բրինձ։ Պարզ, բայց խնամքով պատրաստված։ Նա նստեց, սկսեց լուռ ուտել։ Ուտելիքը համեղ էր։ Միշտ համեղ էր։ Բայց նա հազիվ էր համը զգում։ Ուտում էր պարտականությունից դրդված, ոչ թե հաճույքի համար։ Հենց այդ ժամանակ նկատեց, որ սեղանի վրա ինչ-որ տարբեր բան կա։ Կենտրոնում մի փոքրիկ վառվող մոմ։ Դա չափազանցված զարդարանք չէր։
Պարզապես սպիտակ, բնական մոմից մոմ, որը Նարտոսի նուրբ բույր էր արձակում։ Արմենը նայեց դրան, հետաքրքրված։ Նարինեն երբեք նախկինում դա չէր արել։ Նա հայտնվեց պատշգամբի դռան մոտ, ձեռքին սրբիչ։ Ներողություն միջամտության համար, պարոն Մանուկյան։ Մտածեցի, որ մոմի լույսը կարող է օգնել հանգստանալ։ Եթե անհանգստացնում է, կհանգցնեմ։ Արմենը նորից նայեց մոմին։ Հետո նայեց Նարինեին։ Կարող եք թողնել։ Նա գլխով արեց անհետացավ։ Արմենը վերադարձավ ուտելիքին, բայց այժմ գիտակցում էր մոմի ներկայությունը։ Նրա նուրբ լույսը, որը սփռվում էր սեղանի վրա։ Նարթոսի բույրը, որը լցնում էր օդը։ Եվ նկատեց, որ այո, հանգստանում է։ Ուսերն ավելի քիչ լարված էին։ Շնչառությունն ավելի կանոնավոր։ Նա ավարտեց ընթրիքը, բարձրացավ ննջասենյակ։ Երկար լոգանք ընդունեց, թույլ տալով, որ տաք ջուրը մերսի հոգնած մկանները։ Հագավ հարմարավետ հագուստ, պառկեց մահճակալին։ Բայց քունը չէր գալիս։ Նայում էր առաստաղին, միտքը արագացած, վերանայելով հանդիպումը, վերանայելով անվստահության հայացքները, վերանայելով սեփական անկարողությունը անելու այնպիսի պարզ բան, ինչպիսին ձեռք սեղմելն է։ Հենց այդ ժամանակ գրադարանից ձայն լսեց։ Երաժշտություն։ Ցածր, գրեթե աննկատ, բայց այնտեղ էր։ Արմենը վեր կացավ, քայլեց դեպի միջանցք։ Գրադարանի դուռը կիսաբաց էր, լույսը վառվում էր։ Նա ներս նայեց։ Նարինեն այնտեղ էր։ Նստած կաշվե բազկաթոռին, ձեռքին գիրք։ Կողքին մի փոքրիկ շարժական ռադիո դասական երաժշտություն էր նվագում։ Շոպեն, եթե Արմենը չէր սխալվում։ Նա կենտրոնացած կարդում էր, անտարբեր շրջապատի նկատմամբ։ Արմենը կանգնեց այնտեղ, դիտելով։ Չգիտեր, թե ինչու ներս չմտավ։ Չգիտեր, թե ինչու ոչինչ չասաց։ Պարզապես նայում էր այդ տեսարանին։ Կարդացող կին։ Ֆոնին նուրբ երաժշտություն։ Խաղաղության մի պատկեր, որը նա այնքան երկար ժամանակ չէր զգացել, որ հազիվ էր հիշում, թե ինչպիսին է դա։ Նարինեն շրջեց գրքի էջը։ Եվ հենց այդ շարժման ժամանակ նրա աչքերը հանդիպեցին Արմենի աչքերին։ Նա սթափվեց, արագ վեր կենալով։ Պարոն Մանուկյան, ներողություն։ Ես չպետք է այստեղ լինեի։ Ես պարզապես, կարող եք մնալ։ Բառերը դուրս եկան, նախքան նա կկարողանար մտածել։ Նարինեն կանգ առավ, շփոթված։ Համոզված եք։ Այո։ Այս գրադարանն, այնուամենայնիվ, ոչ մի բանի պետք չէ։ Ինչ-որ մեկը պետք է օգտագործի այն։ Նա շրջվեց, վերադարձավ ննջասենյակ, հետից փակելով դուռը։ Նարինեն կանգնած մնաց, գիրքը սեղմած կրծքին, լիովին չհասկանալով, թե ինչ էր հենց նոր տեղի ունեցել։ Բայց այդ ժեստի մեջ ինչ-որ բան նրան հուզեց։ Արմենը մի դուռ էր բացել։ Փոքր, բայց իրական։ Նա նորից նստեց, բայց այժմ չէր կարողանում կենտրոնանալ ընթերցանության վրա։ Մտածում էր այն մարդու մասին, որը փակված էր ննջասենյակում, մենակ, շրջապատված պատերով, որոնք ինքն էր կառուցել։ Եվ օգնելու մեծ ցանկություն զգաց։ Չգիտեր, ինչպես։ Բայց ուզում էր։ Օրերն անցնում էին, մի նոր առօրյա հաստատվեց։ Նարինեն սկսեց գիշերները օգտվել գրադարանից, միշտ այն բանից հետո, երբ Արմենը բարձրանում էր ննջասենյակ։ Նա այլս երբեք այնտեղ չհայտնվեց, բայց գիտեր, որ նա այնտեղ է։ Եվ ինչ-որ կերպ, դա նրան հանգստացնում էր։ Իմանալ, որ այդ տանը կյանք կա։ Նույնիսկ եթե դա լուռ, զուսպ, հարգալից կյանք էր։ Հենց այդ գիշերներից մեկում, կարդալիս, Նարինեն նորից գտավ մուգ կապույտ տետրը։ Այս անգամ նա չդիմացավ։ Բացեց։ Եվ կարդաց։ Նամակները հասցեագրված էին Դավիթին, Արմենի եղբորը։ Բայց դրանք սովորական նամակներ չէին։ Դրանք խոստովանություններ էին։ Հին ցավի բեկորներ, գրված այն մարդու ճշգրտությամբ, ով փորձում է կարգի բերել ներքին քաոսը։ Արմենը խոսում էր մանկության մասին։ Վախի մասին։ Կոտրված լինելու զգացողության մասին։ Ինքն իրեն պաշտպանել չկարողանալու մեղքի զգացումի մասին։ Նարինեն զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Դրանք խղճահարության արցունքներ չէին։ Ճանաչման արցունքներ էին։ Որովհետև նա հասկանում էր։
Հասկանում էր, թե ինչ է կրել այնպիսի ծանր բան, որ ոչ ոք չի կարող տեսնել։ Հասկանում էր, թե ինչ է հանրության մեջ ժպտալ, մինչդեռ ներսում ամեն ինչ փլուզվում է։ Նա զգուշությամբ փակեց տետրը, դրեց այն դարակի վրա։ Ոչինչ չէր ասի։ Չէր մեկնաբանի։ Բայց այժմ գիտեր։ Եվ իմանալը փոխում էր ամեն ինչ։ Հաջորդ առավոտյան Նարինեն մի մտքով արթնացավ։ Սկսեց էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել Արմենի նախասիրություններին։ Նկատեց, որ նա սիրում է լռություն, բայց ոչ դատարկություն։ Որ գնահատում է կարգուկանոն, բայց ոչ չափազանց կոշտություն։ Որ նախընտրում է չեզոք երանգներ, բայց ոչ գույնի լիակատար բացակայություն։ Եվ հետո, կամաց-կամաց, սկսեց փոքր փոփոխություններ անել տանը։ Ոչ մի կտրուկ բան։ Ոչինչ, որ նա կարող էր համարել ներխուժում։ Պարզապես նուրբ ճշգրտումներ։ Պատշգամբի սեղանին սուկուլենտներով ծաղկաման դրեց։ Հյուրասենյակի ծանր վարագույրները փոխարինեց ավելի թեթներով, որոնք թույլ էին տալիս բնական լույսի ներթափանցումը։ Գրադարանի գրքերը վերադասավորեց այնպես, որ ավելի թեթ վերնագրերը ձեռքի տակ լինեին։ Արմենը նկատեց։ Իհարկե, նկատեց։ Բայց ոչինչ չասաց։ Որովհետև տարօրինակ կերպով այդ փոփոխությունները նրան չէին անհանգստացնում։ Ընդհակառակը, դրանք տունն ավելի քիչ դամբարանի, ավելի շատ բնակելի վայրի էին նմանեցնում։ Անձրոտ չորեքշաբթի օրն էր, երբ ամեն ինչ նորից փոխվեց։ Արմենն աշխատում էր տանը, փակված աշխատասենյակում, երբ լսեց դռան զանգը։ Ոչ ոքի չէր սպասում։ Նարինեն գնաց բացելու։ Նա նախասրահում ձայներ լսեց։ Դրանցից մեկը ծանոթ էր։ Դավիթ։ Արմենն այնքան արագ վեր կացավ, որ աթոռը քիչ մնաց շրջվեր։ Դուրս եկավ աշխատասենյակից, իջավ աստիճաններով։ Եվ այնտեղ էր նա։ Դավիթ Մանուկյան։ 5 տարով փոքր, քունքերին ճերմակած մազերով, ժամանակից կնճռոտված դեմքով, բայց նույն ծուռ ժպիտով։ Արմեն։ Դավիթ։ Երկուսը նայեցին միմյանց։ Նարինեն, կողքին, նկատեց լարվածությունը։ Նկատեց, որ դա պարզ վերամիավորում չէր։ Այնտեղ պատմություն կար։ Ծանրություն կար։ Ես ձեզ մենակ կթողնեմ։ Նա զգուշորեն բարձրացավ աստիճաններով, բայց ուշադիր մնաց։ Լսում էր հյուրասենյակից եկող ձայները։ Չէր կարողանում տարբերել բառերը, բայց կարողանում էր զգալ տոնը։ Զսպված հուզմունք կար։ Տարիների լռություն էր խախտվում։ Արմենն ու Դավիթը ժամերով խոսեցին։ Դավիթը անակնկալ վերադարձել էր Հայաստան 15 տարի դրսում ապրելուց հետո։ Ասաց, որ պետք է ընտանեկան հարցեր լուծի։ Ասաց, որ կարոտել է եղբորը։ Ասաց, որ ուզում է վերականգնել կորցրած հարաբերությունները։ Արմենը լսում էր ամեն ինչ լռության մեջ։ Եվ երբ Դավիթը վերջապես հարցրեց, թե ինչու է նա այդքան հեռացել, ինչու երբեք ճիշտ չի պատասխանում հաղորդագրություններին, ինչու է ապրում կարծես անձեռնխելի պղպջակի մեջ, Արմենը չկարողացավ պատասխանել։ Որովհետև պատասխանելը կնշանակեր բացել այն արկղը, որը նա տասնամյակներ շարունակ փակ էր պահել։ Դավիթը հեռացավ մթնշաղին, բայց խոստացավ վերադառնալ։ Արմենը մենակ մնաց հյուրասենյակում, նայելով պատուհանից, տեսնելով անձրի կաթիլները։ Հյուծված էր զգում։ Հուզականորեն սպառված։ Եվ մինույն ժամանակ նրա մեջ ինչ-որ բան շարժվել էր։ Մի քար, որը տարիներ շարունակ անշարժ էր, տեղից շարժվել էր։ Եվ այժմ չգիտեր, թե ինչպես վերադառնալ իր սկզբնական տեղը։ Նարինեն իջավ, երբ նկատեց, որ Դավիթը գնացել է։ Գտավ Արմենին դեռ հյուրասենյակում, կանգնած պատուհանի դիմաց։ Պարոն Մանուկյան, թեյ եմ պատրաստել։ Կթողնեմ այստեղ։ Նա բաժակը դրեց կողային սեղանիկին, շրջվեց, գնալու։ Բայց նրա ձայնը կանգնեցրեց նրան։ Նարինե։ Այո։ Դուք եղբայր ունեք։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Նա վարանեց։ Ունեմ մեկը։ Կրտսեր։ Մոտիկ եք։ Նարինեն կրծքում սեղմոց զգաց։ Եղել ենք։ Այսօր։ Այսօր նա հեռու է ապրում։ Առողջական խնդիրներ ունի։ Բայց ես խնամում եմ նրան։ Ինչպես կարող եմ։ Արմենը շրջվեց, նրան նայելու։ Դժվար է, այնպես չէ։
Խնամել մեկին, երբ ինքդ էլ կոտրված ես։ Նարինեն զգաց, որ արցունքները սպառնում են, բայց զսպեց։ Այո։ Բայց մենք անում ենք այն, ինչ պետք է արվի։ Արմենը գլխով արեց։ Եվ այդ պահին նրանց միջ ինչ-որ բան անցավ։ Լուր հասկացողություն։ Մի կապ, որը գերազանցում էր տնօրենի աշխատակցի հարաբերությունները։ Նրանք երկու մարդ էին, որոնք անտեսանելի բեռներ էին կրում։ Եվ առաջին անգամ դրանում մենակ չէին։ Շնորհակալություն, Նարինե։ Ամեն ինչի համար։ Նա չպատասխանեց։ Պարզապես գլխով արեց դուրս եկավ։ Բայց երբ հասավ իր սենյակ, թույլ տվեց, որ արցունքները հոսեն։ Որովհետև առաջին անգամ երկար ժամանակ անց ինչ-որ մեկը տեսել էր իր ցավը։ Եվ ընդունել։ Եվ դա միաժամանակ ցավեցնում բուժում էր։ Դավիթի վերադարձին հաջորդած շաբաթները լարված էին։ Արմենի կրտսեր եղբայրը սկսեց հաճախակի այցելել նրան, միշտ առանց զգուշացնելու, միշտ իր հետ բերելով մի էներգիա, որը կտրուկ հակադրվում էր առանձնատան մանրակրկիտ լռությանը։ Դավիթը բաց էր, խոսում, խոսելիս շատ էր ժեստեր անում։ Նա այն ամենն էր, ինչ Արմենը չէր։ Եվ ինչ-որ պատճառով դա աշխատում էր։ Կարծես մեկը լրացնում էր մյուսի դատարկությունը։ Բայց այցելությունները նա հիշողություններ էին արթնացնում։ Զրույցներ մանկության արդեն մահացած ծնողների, այն կալվածքի մասին, որտեղ մեծացել էին ծննդյան տոների սանում անցկացրած արձակուրդների մասին։ Դավիթը խոսում էր թեթությամբ, ջերմ կարոտով։ Արմենը լսում էր լռության մեջ, ուսերին աճող լարվածությամբ։ Որովհետև մինչ Դավիթը հիշում էր արոտ օրերն ու այգում խաղերը, Արմենը հիշում էր ստվերներ։ Փակ դռներ։ Ձեռքեր, որոնք չպետք է դիպչեին։ Սեփական կրծքում խեղդված ճիչեր։ Եվ որքան շատ էր Դավիթը խոսում, այնքան շատ էր Արմենը զգում, որ պայթելու է։ Հենց այդ օրերից մեկում, երբ Դավիթը գնաց, Արմենը դեռահասությունից ի վեր առաջին նոպան ունեցավ։ Նա մենակ էր հյուրասենյակում, նստած բազմոցին, որից սովորաբար խուսափում էր։ Ձեռքերը դողում էին։ Շնչառությունն արագացած էր, անկանոն։ Զգում էր, թե ինչպես է կուրծքը սեղմվում, կարծես ինչ-որ մեկը նստած լիներ վրան։ Սառը քրտինք էր հոսում ճակատով։ Փորձեց վեր կենալ, բայց ոտքերը չէին ենթարկվում։ Փորձեց խորը շունչ քաշել, բայց օդը թոքերին չէր հասնում։ Նարինեն խոհանոցում էր, երբ լսեց աղմուկը։ Խուլ ձայն, կարծես ինչ-որ բան ընկած լիներ։ Նա վազեց հյուրասենյակ, գտավ Արմենին։ Նա գունատ էր, կրացած իր վրա, ձեռքերը սեղմում էին ծնկները, դեմքը ցավի արտահայտությամբ կծկված։ Պարոն Մանուկյան։ Նա մոտեցավ, բայց ժամանակին կանգ առավ։ Չդիպավ։ Գիտեր, որ չի կարելի դիպչել։ Ծնկի իջավ հատակին, նրա կողքին, բայց հեռավորություն պահպանելով։ Արմեն, ինձ նայեք։ Ինձ նայեք։ Նրա ձայնը վճռական էր, բայց հանգիստ։ Նա բարձրացրեց աչքերը, ապա կողմնորոշված, շնչահեղձ։ Դուք խուճապի նոպա եք ունենում։ Ամեն ինչ կարգին է։ Կանցնի։ Բայց դուք պետք է ինձ հետ շնչեք։ Կարող եք դա անել։ Նա չպատասխանեց։ Բայց նա շարունակեց։ Շնչեք քթով։ Դանդաղ։ Հաշվեք մինչ 4։ 1, 2, 3, 4։ Հիմա պահեք։ 1, 2, 3, 4։ Հիմա արտաշնչեք բերանով։ Դանդաղ։ 1, 2, 3, 4։ Նա կրկնեց այդ օրինաչափությունը մի քանի անգամ, պահպանելով ձայնի մեղմ, ռիթմիկ տոնը։ Եվ կամաց-կամաց Արմենը սկսեց հետել։ Շնչառությունը կարգավորվեց։ Ձեռքերը դադարեցին դողալուց։ Գույնը վերադարձավ դեմքին։ Երբ վերջապես կարողացավ իրեն հավաքել, նա նայեց Նարինեին։ Նա դեռ ծնկի էր իջած նրա կողքին, բայց նրա աչքերում դատապարտում չկար։ Միայն հասկացողություն։ Շնորհակալություն։ Նրա ձայնը դուրս եկավ խռպոտ, ցածր։ Խնդրեմ։ Նարինեն վեր կացավ, գնաց խոհանոց։ Վերադարձավ մի բաժակ ջրով։ Դրեց այն սուրճի սեղանին, նրա հասանելիության սահմաններում։ Խմեք։ Դանդաղ։ Արմենը հնազանդվեց։ Խմեց փոքր կումերով, զգալով, թե ինչպես է սառը ջուրը իջնում կոկորդով, հանգստացնելով։
Երբ ավարտեց, մնաց այնտեղ, պահելով դատարկ բաժակը, նայելով սեփական աղավաղված արտացոլանքին ապակու մեջ։ Ես երկար ժամանակ է, այսպիսի նոպաներ չեմ ունեցել։ Պարտադիր չէ բացատրել։ Գիտեմ։ Բայց ուզում եմ։ Նարինեն նստեց կողքի բազկաթոռին, հեռավորություն պահպանելով, բայց ներկա լինելով։ Երբ եղբայրս եկավ, նա հետ բերեց բաներ, որոնք ես պահել էի։ Հիշողություններ։ Եվ դրանք լավը չեն։ Հասկանում եմ։ Լռություն։ Դուք երբե ունեցել եք խուճապի նոպաներ։ Նարինեն վարանեց։ Բայց նրա ազնվությունը արժանի էր ազնիվ պատասխանի։ Այո։ Երբ ծնողներս մահացան։ Եվ հետո, երբ եղբայրս առաջին լուրջ նոպան ունեցավ։ Մտածեցի, որ ես էլ կմահանամ։ Մտածեցի, որ սիրտս կկանգնի։ Բայց չկանգնեց։ Եվ սովորեցի, որ մենք գոյատում ենք։ Միշտ գոյատում ենք։ Արմենը նայեց նրան։ Իսկապես նայեց։ Առաջին անգամ տեսավ Նարինեին ոչ միայն որպես զուսպ աշխատակցուհի, որը խնամում էր իր տունը։ Տեսավ մի կնոջ։ Տեսավ ցավ։ Տեսավ ուժ։ Տեսավ մեկին, ով ուներ իր սեփական դերը, այնուամենայնիվ շարունակում էր ոտքի վրա մնալ։ Ինչպես եք անում։ Ինչ եմ անում։ Շարունակելու համար։ Այդ ամենից հետո։ Նարինեն ժպտաց, բայց դա տխուր ժպիտ էր։ Արթնանում եմ։ Շնչում եմ։ Մի ոտքը դնում եմ մյուսի առջ։ Եվ երբ ցավը չափազանց է սեղմում, կարդում եմ։ Կամ ինչ-որ բան եմ մաքրում։ Կամ անում եմ ցանկացած բան, որն ինձ ստիպում է ներկա լինել։ Որովհետև ներկայում մենք վերահսկողություն ունենք։ Անցյալն արդեն գնացել է։ Ապագան դեռ չի եկել։ Մենք ունենք միայն հիմա։ Արմենը ներծծեց այդ բառերը։ Իմաստ ունեին։ Պարզ, ուղիղ իմաստ, որը ոչ մի հոգեթերապ չէր կարողացել փոխանցել։ Շնորհակալություն, Նարինե։ Իսկապես։ Նա գլխով արեց վեր կացավ։ Գնամ ընթրիքը պատրաստեմ։ Եվ դուրս եկավ, նրան մենակ թողնելով։ Բայց այս անգամ միայնությունն այդքան ծանր չէր։ Հաջորդ օրերին նրանց միջ ինչ-որ բան փոխվեց։ Դրսից նայողի համար դա նկատելի չէր։ Առօրյաները նույնն էին մնում։ Ժամերը, սովորությունները, կանոնները։ Բայց կար մի լրացուցիչ շերտ։ Վստահության շերտ։ Արմենը սկսեց խոսել Նարինեի հետ։ Ոչ շատ։ Բայց բավականաչափ։ Հարցնում էր նրա օրվա մասին։ Ինչ է կարդում։ Իր կարծիքը թերթում տեսած նորությունների մասին։ Եվ նա պատասխանում էր։ Անկեղծորեն։ Առանց վախի։ Մի առավոտ Արմենն իջավ սուրճ խմելու գտավ Նարինեին, որը ծաղկամանում ծաղիկներ էր դասավորում։ Դրանք արածաղիկներ էին։ Մեծ, դեղին, վառ։ Լիովին տան չեզոք ոճից դուրս։ Ծաղիկներ։ Նարինեն ժպտաց, առանց շրջվելու։ Մտածեցի, որ մի փոքր գույնը չի խանգարի։ Նա նայում էր արածաղիկներին։ Նրանց մեջ ինչ-որ հանգստացնող բան կար։ Ինչ-որ բան, որը լույս էր հիշեցնում։ Հույս։ Կարող եք թողնել։ Նարինեն ավարտեց ծաղիկները դասավորելը դուրս եկավ։ Արմենս մի քանի րոպե մնաց այնտեղ, նայելով դրանց։ Եվ նկատեց, որ ժպտում է։ Փոքր, գրեթե աննկատ, բայց իրական ժպիտ։ Հենց նույն շաբաթ Նարինեն մի միտք ունեցավ։ Նա մտածում էր դրա մասին այն պահից, երբ կարդացել էր Արմենի տետրը։ Այն պահից, երբ նկատել էր, թե որքան շատ նա կարիք ունի մի տարածքի, որտեղ կարող է պարզապես գոյություն ունենալ, առանց դիմակների, առանց պարտականությունների, առանց ցավի։ Առանձնատանը մի սենյակ կար, որը ոչ ոք չէր օգտագործում։ Գտնվում էր երկրորդ հարկի միջանցքի վերջում, հիմնական ննջասենյակներից հեռու։ Նախկինում հյուրասենյակ էր, բայց հիմա դատարկ էր, կահույքը ծածկված սպիտակ սավաններով, վարագույրները միշտ փակ։ Նարինեն թույլտվություն խնդրեց այն վերանորոգելու։ Արմենը տարօրինակ համարեց, բայց համաձայնեց։ Ի վերջո, նա մինչ այդ լավ ճաշակ էր ցուցաբերել։ Եվ նա վստահում էր նրան։ Նարինեն 2 շաբաթ աշխատեց այդ սենյակում։ Միշտ գիշերը, երբ Արմենը բարձրանում էր ննջասենյակ,
Նա մաքրեց ամեն ինչ, հեռացրեց հին կահույքը, պատերը ներկեց մոխրագույն կապտավուն նուրբ երանգով, տեղադրեց անուղղակի լուսավորություն, լարվածության կարգավորիչով, հատակին փափուկ, խավոտ գորգ փռեց, բերեց մեծ, տարբեր հյուսվածքներով բարձր, կախեց թեթ վարագույրներ, որոնք զդում էին բնական լույսը, առանց այն ամբողջությամբ արգելափակելու, և սենյակի կենտրոնում դրեց հարմարավետ, էրգոնոմիկ բազկաթոռ, պատված գրաֆիտի գույնի թավշյա կտորով, կողքին ցածր սեղանիկ, որի վրա տեղավորվում էին գիրք, թեյի բաժակ փոքրիկ լամբ։ Երբ ավարտեց, Նարինեն կանգնեց դռան մոտ, դիտելով։ Նա ստեղծել էր մի ապաստան։ Զգայականորեն չեզոք տարածք, որտեղ ոչինչ չէր նյարդայնացնում, ոչինչ չէր պահանջում։ Ընդունելու համար ստեղծված մի վայր։ Նա գնաց Արմենի սենյակ, թակեց դուռը։ «Պարոն Մանուկյան, կարող եմ խոսել ձեզ հետ»։ Արմենը բացեց դուռը, հետաքրքրված։ «Իհարկե։ Ես ավարտեցի սենյակի վերանորոգումը։ Կցանկանայի, որ նայեիք»։ Նա հետեց նրան միջանցքով։ Երբ Նարինեն բացեց այն սենյակի դուռը, որն այժմ ապաստան սենյակ էր, Արմենը կանգ առավ մուտքի մոտ։ Մնաց այնտեղ, նայելով, ներծծելով ամեն մանրուք, նուրբ լույսը, հանգիստ գույները, խաղաղության զգացումը, որը բխում էր այդ տարածքից։ Մի քանի քայլ արեց ներս։ Զգաց փափուկ գորգը իր մերկ ոտքերի տակ։ Շուրջը նայեց։ Ոչ մի ավելորդ բան չկար։ Ոչինչ, որ անհանգստացներ։ Դա կատարյալ էր։ Նա շրջվեց դեպի Նարինեն։ «Ինչպես դու, ես կարդացի»։ Արմենը սառեց։ «Ինչ կարդացիր»։ «Տետրը։ Գրադարանում։ Գիտեմ, որ չպետք է։ Բայց կարդացի։ Եվ որոշ բաներ հասկացա։ Հասկացա, որ քեզ պետք է մի տարածք, որտեղ պարտավոր չես լինել ոչինչ, բացի ինքդ քեզանից»։ Արմենը զգաց զայրույթի թեթության խառնուրդ։ Զայրույթ իր անձնական կյանք ներխուժելու համար։ Թեթություն, որ վերջապես ինչ-որ մեկը հասկացավ։ Դու իրավունք չունեիր դա կարդալու։ Գիտեմ։ Եվ ներողություն եմ խնդրում։ Բայց չեմ զղջում։ Որովհետև սա, նա ցույց տվեց սենյակը, սա քեզ համար է։ Երբ շնչելու կարիք ունենաս։ Երբ ցավը սեղմի։ Երբ հիշելու կարիք ունենաս, որ դեռ ողջ ես։ Արմենը նայեց նրան։ Եվ տեսավ անկեղծություն։ Տեսավ խնամք։ Տեսավ մի բան, որը նա այնքան երկար ժամանակ չէր ստացել, որ անգամ անունը չգիտեր։ Շնորհակալություն։ Նարինեն գլխով արեց դուրս եկավ, հետից փակելով դուռը։ Արմենը մենակ մնաց այդ տարածքում։ Նստեց բազկաթոռին։ Գլուխը հենեց։ Փակեց աչքերը։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ թույլ տվեց իրեն զգալ։ Զգալ այն բեռը, որը կրում էր։ Զգալ արտաքին տեսքը պահպանելու հյուծվածությունը։ Զգալ այն միայնությունը, որը ներսից քայքայում էր նրան։ Եվ զգալ, նա, հույսի մի փոքրիկ կայծ։ Գուցե ճանապարհ կար։ Գուցե դեռ ուշ չէր։ Գուցե նա կարող էր, կամաց-կամաց, վերականգնել այն, ինչ կոտրվել էր։ Բայց վերականգնումը ժամանակ էր պահանջում։ Եվ քաջություն։ Եվ նա չգիտեր, թե արդյոք բավարար ուներ դրանցից որե մեկից։ Հաջորդ օրերը հարմարվելու օրեր էին։ Արմենը սկսեց օգտագործել ապաստան սենյակը։ Ամեն գիշեր, քնելուց առաջ, առնվազն 1 ժամ այնտեղ էր անցկացնում։ Երբեմն կարդում էր։ Երբեմն պարզապես նստում էր, նայելով պատուհանից։ Երբեմն լաց էր լինում։ Առանց ձայնի։ Պարզապես լուռ արցունքներ, որոնք հոսում էին դեմքով։ Նարինեն հարգում էր այդ տարածքը։ Երբեք չէր մտնում, երբ նա այնտեղ էր։ Պարզապես թարմ ջրով շիշ-թեթ ծածկոց էր թողնում կողային սեղանիկին։ Հենց այդ գիշերներից մեկում Դավիթը նորից հայտնվեց։ Այս անգամ նա նորություններ էր բերել։ Վաճառել էր ընկերությունը, որտեղ աշխատում էր արտասահմանում, վերջնականապես վերադառնում էր Հայաստան։ Ուզում էր կապերը վերականգնել։ Ուզում էր ավելի շատ ժամանակ անցկացնել եղբոր հետ։ Արմենը լսեց ամեն ինչ, կրծքում սեղմոցով։ Նրա մի մասը դա ուզում էր։ Ուզում էր Դավիթի հետ մտերմությունը։
Ուզում էր վերականգնել կորցրած ժամանակը, բայց մյուս մասը վախենում էր։ Վախենում էր, որ մտերմությունը ավելի շատ հիշողություններ կբերի, ավելի շատ ցավ, ավելի շատ հարցեր։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Մի ընթրիքի ժամանակ, որը նրանք երկուսով ունեցան առանձնատանը, Դավիթը անցյալի թեման բացեց։ Հարցրեց, թե ինչու է Արմենն այդքան հեռացել։ Ինչու երբեք թույլ չի տալիս, որ որևէ մեկը մոտենա։ Ինչու է ապրում կարծես պարկուճի մեջ։ Արմենը փորձեց շեղել թեման, բայց Դավիթը պնդեց։ Եվ հետո առաջին անգամ Արմենը խորը զայրույթ զգաց։ Զայրույթ Դավիթի հանդեպ, որ նա չի անցել այն ամենի միջով, ինչ ինքն է անցել։ Զայրույթ ծնողների հանդեպ, որ չեն տեսել։ Զայրույթ իր հանդեպ, որ չի կարողացել պաշտպանվել։ Դու չես հասկանում, Դավիթ։ Դու երբեք չես հասկանա։ Ապա բացատրիր ինձ։ Ես չեմ կարող։ Ինչո՞վ։ Որովհետև չափազանց ցավոտ է։ Արմենի ձայնը դուրս եկավ ճիչի տեսքով։ Մի ճիչ, որը վախեցրեց նույնիսկ իրեն։ Դավիթը հետ քաշվեց, ցնցված։ Արմենը վեր կացավ սեղանից, ձեռքերը դողալով դուրս եկավ։ Ուղիղ բարձրացավ ապաստան սենյակ, փակվեց այնտեղ։ Նարինեն խոհանոցում էր, երբ լսեց ճիչը։ Վազեց ճաշասենյակ, գտավ Դավիթին մենակ, գունատ, անշարժ նայելով աստիճաններին։ Ինչ պատահեց։ Դավիթը գլուխը թափահարեց, կորած։ Ես չգիտեմ։ Ես պարզապես ուզում էի հասկանալ։ Նարինեն կարեկցանքով նայեց նրան։ Որոշ ցավեր հեշտ բացատրություն չունեն։ Երբեմն մենք պարզապես պետք է ընդունենք, որ դրանք գոյություն ունեն։ Դավիթը գլխով արեց, բայց դեռ տեսանելիորեն ցնցված էր։ Րոպեներ անց նա հեռացավ։ Նարինեն մենակ մնաց լուռ տանը։ Դանդաղ բարձրացավ ապաստան սենյակ, կանգնեց դռան դիմաց։ Արմեն, ես եմ։ Պարտադիր չէ բացել։ Պարզապես ուզում եմ, որ իմանաս, որ ես այստեղ եմ։ Եթե որևէ բանի կարիք ունենաս։ Լռություն։ Նա մի քանի րոպե մնաց այնտեղ։ Հետո իջավ։ Բայց նախքան իր սենյակ քաշվելը, թեյով թխվածքաբլիթներով սկուտեղ թողեց ապաստան սենյակի դռան դիմաց։ Ներսում Արմենը նստած էր հատակին, հենված պատին, գրկելով ծնկները։ Լաց էր եղել։ Շատ։ Եվ հիմա հյուծված էր։ Հուզականորեն սպառված։ Լսեց Նարինեի ձայնը։ Լսեց նրա մեջ եղած խնամքը։ Եվ դուռը բացելու ցանկություն զգաց։ Խոսելու ցանկություն։ Այդ բեռը կիսելու ցանկություն։ Բայց չկարողացավ։ Դեռ ոչ։ Մնաց այնտեղ, մենակ, մինչ քնեց հատակին։ Եվ երբ արթնացավ ժամեր անց, գտավ սկուտեղը, դեռ տաք թեյով, անձեռնմխելի թխվածքաբլիթներով։ Նարինեն նորից տաքացրել էր թեյը։ Հավանաբար մի քանի անգամ։ Նա վերցրեց բաժակը, խմեց։ Եվ այդ պարզ ժեստի մեջ զգաց, որ լիովին մենակ չէ։ Ինչ-որ մեկը հոգ էր տանում։ Ինչ-որ մեկը այնտեղ էր։ Եվ գուցե դա բավարար էր։ Առայժմ։ Հաջորդ օրերին Արմենը խուսափում էր Դավիթից։ Չէր պատասխանում զանգերին։ Չէր պատասխանում հաղորդագրություններին։ Ժամանակի կարիք ուներ։ Մարսելու կարիք ուներ։ Եվ Դավիթը, դա հասկանալով, անհրաժեշտ տարածքը տվեց։ Բայց զրույցը հետքեր էր թողել։ Արմենը սկսեց մղձավանջներ տեսնել։ Անցյալի բեկորային պատկերներ։ Գագիկ։ Մութ սենյակը։ Ձեռքերը։ Վախը։ Արթնանում էր գիշերվա կեսին, քրտնած, սիրտը արագ բաբախելով։ Եվ այդ գիշերներից մեկում իջավ խոհանոց։ Նարինեն այնտեղ էր։ Հենց նոր էր եկել կլինիկայում, եղբորն այցելելուց դեռ պայուսակը ուսին էր։ Չեք կարողանում քնել։ Արմենը գլուխը թափահարեց։ Մղձավանջներ։ Նարինեն պայուսակը հանեց ուսից, դրեց աթոռին։ Թեյ կպատրաստեմ։ Նա լռության մեջ պատրաստեց ըմպելիքը։ Երբ պատրաստ եղավ, 2 բաժակ լցրեց։ Մեկը իրեն, մյուսը նրան։ Նստեցին խոհանոցի սեղանի շուրջ, դեմ դիմաց։ Ուզում եք խոսել այդ մասին։ Արմենը վարանեց։ Հետո գլխով արեց։
Եվ հետո, առաջին անգամ, նա խոսեց։ Ամեն ինչ չպատմեց, բայց բավականաչափ պատմեց։ Խոսեց Գագիկի մասին, վստահության կորստի մասին, մաշկի վրա դաջված վախի մասին։ Ինչպես էր ամեն հպում, նույնիսկ անմեղ, արթնացնում հիշողություններ, որոնք նա նախընտրում էր մոռանալ։ Նարինեն լսում էր առանց ընդհատելու, առանց դատելու։ Երբ նա ավարտեց, նա մի քանի վայրկյան լուռ մնաց։ Հետո խոսեց. Շնորհակալություն, որ վստահեցիք ինձ։ Արմենը զարմացած նայեց նրան։ Շնորհակալություն։ Այո։ Գիտեմ, թե որքան դժվար էր խոսել այդ մասին։ Եվ ես հասկանում եմ։ Ավելին, քան դուք պատկերացնում եք։ Նա խորը շունչ քաշեց։ Եղբայրս էլ է նման բանի միջով անցել։ Դրա համար էլ նրա մոտ զարգացան այն խնդիրները, որոնք այսօր ունի։ Եվ ես տարիներ շարունակ ինձ մեղադրել եմ, որ չեմ նկատել, որ չեմ պաշտպանել, որ այնտեղ չեմ եղել։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, բայց նա թույլ չտվեց, որ դրանք հոսեն։ Այնպես որ, ես հասկանում եմ։ Հասկանում եմ ցավը։ Հասկանում եմ բեռը։ Եվ հասկանում եմ, որ չկան բառեր, որոնք դա կանհետացնեն։ Բայց ուզում եմ, որ իմանաք, որ դուք մենակ չեք։ Այլս ոչ։ Արմենը զգաց, որ իր մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Մի պատնեշ, որը նա այդքան երկար ժամանակ պահել էր։ Եվ առաջին անգամ թույլ տվեց, որ ինչ-որ մեկը անցնի այն։ Մեկնեց ձեռքը։ Դանդաղ։ Վարանելով։ Եվ դրեց այն սեղանին, ափը դեպի վեր։ Լուռ հրավեր։ Նարինեն նայեց նրա ձեռքին, հետո նրա դեմքին, և հասկացավ։ Նա մեկնեց իր ձեռքը, նույնպես դանդաղ, նույնպես վարանելով, և դիպավ նրան։ Դա նրանց միջ երկրորդ հպումն էր։ Պարզ, կարճ, բայց իմաստով լի։ Արմենը հետ չքաշվեց։ Պարզապես զգաց։ Զգաց նրա ձեռքի ջերմությունը։ Զգաց մաշկի հյուսվածքը։ Զգաց, որ հնարավոր է դիպչել առանց փշրվելու։ Մի քանի վայրկյան այդպես մնացին։ Հետո նա հետ քաշեց ձեռքը։ Բայց այդ ժեստի ազդեցությունը մնաց։ Շնորհակալություն, Նարինե։ Խնդրեմ, Արմեն։ Դա առաջին անգամն էր, որ նա նրան անունով կանչեց։ Եվ դա, ինչ-որ կերպ, ինչ-որ բան կնքեց նրանց մեջ։ Նրանք այլս տնօրեն աշխատակցուհի չէին։ Նրանք երկու մարդ էին, որոնք հանդիպել էին ցավի մեջ, փորձում էին միասին ճանապարհ գտնել դեպի լույս։ Այդ հպմանը հաջորդած օրերը տարօրինակ էին։ Արմենն իրեն երկփեղկված էր զգում։ Մի կողմից թեթացած էր։ Թեթացած, որ կարողացել էր դիպչել մեկին, առանց խուճապի մատնվելու։ Թեթացած, որ Նարինեի մեջ գտել էր անվտանգ մի տարածք, որտեղ կարող էր խոցելի լինել։ Բայց մյուս կողմից սարսափած էր։ Սարսափած, թե դա ինչ էր նշանակում։ Սարսափած չափից շատ բացվելու հնարավորությունից։ Սարսափած նորից վիրավորվելու ռիսկից։ Եվ երբ վախը տիրում էր, Արմենն անում էր այն, ինչ միշտ արել էր, նահանջում էր։ Սկսվեց աննկատ։ Նորից սկսեց ավելի շուտ տնից դուրս գալ։ Նորից սկսեց ավելի ուշ գալ։ Նորից սկսեց բոլոր կերակուրները դրսում ուտել։ Խուսափում էր Նարինեի հետ հանդիպելուց։ Երբ անխուսափելիորեն հանդիպում էին, նա քաղաքավարի էր, բայց հեռու։ Զրույցները նորից դարձան միավանք։ Շնորհակալությունները մեխանիկական։ Նարինեն նկատեց։ Իհարկե, նկատեց։ Եվ հասկացավ, թե ինչ է կատարվում։ Արմենը վախենում էր։ Նահանջում էր։ Վերադառնում էր իր իմացած անվտանգության գոտի։ Եվ նա չէր կարող նրան մեղադրել։ Գիտեր, թե որքան սարսափելի է պաշտպանիչ պղպջակից դուրս գալը, նորից վիրավորվելու ռիսկին ենթարկվելը։ Բայց, այնուամենայնիվ, ցավում էր։ Ցավում էր, որովհետև ինքն էլ էր բացվել։ Ինքն էլ էր կիսել իր վերքերը։ Եվ հիմա իրեն զգում էր բաց, խոցելի, մերժված։ Նա փորձեց շարունակել առօրյան նորմալ։ Նույն արդյունավետությամբ խնամում էր տունը։ Պատրաստում էր այն կերակուրները, որոնք նա այլս տանը չէր ուտում։
Անթերի էր պահում ապաստան սենյակը, նույնիսկ իմանալով, որ Արմենը դադարել է այն օգտագործելուց։ Ամեն ինչ անում էր մեխանիկորեն, փորձելով չզգալ։ Բայց մարդը կարող է չզգալ միայն սահմանափակ ժամանակ։ Եվ Նարինեն հասնում էր սահմանին։ Շաբաթ երեկոյան էր, երբ ամեն ինչ փլուզվեց։ Արմենը ուշ եկավ տուն, կորպորատիվ միջոցառումից։ Հոգնած էր, բայց ոչ միայն ֆիզիկապես։ Հուզականորեն սպառված։ Միջոցառման ընթացքում ստիպված էր եղել տասնյակ ձեռքեր սեղմել, ժպտալ լուսանկարների համար, կապեր հաստատել։ Եվ ամեն հպումը լուռ տանջանք էր եղել։ Մտավ ավտոտնակից ուղիղ բարձրացավ ննջասենյակ։ Բայց միջանցքով անցնելիս տեսավ լույս, որը դուրս էր գալիս ապաստան սենյակի դռան տակից։ Վարանեց։ Հետո թեթակի թակեց։ Նարինեն բացեց դուռը։ Աչքերը կարմիր էին։ Լաց էր եղել։ Պարոն Մանուկյան։ Պաշտոնականությունը վերադարձել էր։ Եվ դա Արմենին դանակի պես կտրեց։ Ներողություն անհանգստացնելու համար։ Լույսը վառ տեսա։ Չեք անհանգստացնում։ Ես արդեն գնում էի։ Նա անցավ նրա կողքով իջավ աստիճաններով։ Արմենը կանգնած մնաց միջանցքում, նայելով դատարկ դռանը։ Կրծքում ծանրություն զգաց։ Կորստի զգացում։ Իջավ նրա հետից։ Նարինե։ Նա կանգ առավ աստիճանների կեսին, բայց չշրջվեց։ Ես շատ եմ ցավում։ Ինչի՞։ Համար եք ցավում։ Որ հեռացա։ Որ հետ քայլ արեցի։ Որ։ Դուք ինձ բացատրություններ պարտք չեք, պարոն Մանուկյան։ Ես այստեղ աշխատում եմ։ Խնամում եմ տունը։ Ոչ ավելին։ Նրա ձայնը զուսպ էր, բայց տողատակերում ցավ կար։ Դա ճիշտ չէ։ Եվ դուք դա գիտեք։ Նարինեն վերջապես շրջվեց։ Աչքերը նորից արցունքոտ էին։ Ապա ինչ է, Արմեն։ Մենք ինչ ենք։ Որովհետև ես այլս չեմ դիմանում այս գնալ գալուն։ Չեմ դիմանում մոտենալուն հետ հրվելուն։ Չեմ դիմանում մեկին խնամելուն, ով չի ուզում, որ իրեն խնամեն։ Ես ուզում եմ։ Նրա ձայնը դուրս եկավ ավելի բարձր, քան նա մտադրվել էր։ Ես ուզում եմ, Նարինե։ Բայց վախենում եմ։ Վախենում եմ բացվելուց, նորից ոչնչացվելուց։ Վախենում եմ վստահելուց, այդ վստահությունը կոտրված տեսնելուց։ Վախենում եմ երջանիկ լինելուց։ Նրա բառերը նրան կաթվածահար արեցին։ Որովհետև դրանք ճշմարիտ էին։ Նա վախենում էր երջանիկ լինելուց։ Որովհետև երջանկությունը նշանակում էր խոցելիություն։ Իսկ խոցելիությունը նշանակում էր ռիսկ։ Նարինեն իջավ վերջին աստիճանները, կանգնեց նրա դիմաց։ Ես էլ եմ վախենում, Արմեն։ Ամեն օր վախենում եմ։ Վախենում եմ, որ եղբայրս կվատանա։ Վախենում եմ, որ չեմ կարողանա վճարել բուժման համար։ Վախենում եմ մենակ մնալուց։ Բայց վախով արթնանալը չի նշանակում, որ ես դադարելու եմ ապրել։ Նա խորը շունչ քաշեց։ Դու պետք է որոշես։ Որոշես, ուզում ես շարունակել ապրել այս պղպջակի մեջ, որտեղ ոչինչ քեզ չի վնասում, բայց նա ոչինչ քեզ իսկապես չի դիպչում։ Թե ուզում ես ռիսկի դիմել։ Ռիսկի դիմել զգալու։ Ռիսկի դիմել վստահելու։ Ռիսկի դիմել երջանիկ լինելու, նույնիսկ եթե դա ուղեկցվում է վիրավորվելու ռիսկով։ Եվ դուրս եկավ։ Թողեց Արմենին մենակ նախասրահում։ Նա կանգնած մնաց այնտեղ, զգալով այդ բառերի ծանրությունը։ Որովհետև նա ճիշտ էր։ Նա պետք է որոշեր։ Այդ գիշեր Արմենը չկարողացավ քնել։ Պառկած էր, նայելով առաստաղին, վերանայելով զրույցը։ Վերանայելով իր ողջ կյանքը։ Բոլոր այն պահերը, երբ նա ընտրել էր անվտանգությունը կապի փոխարեն։ Բոլոր այն հարաբերությունները, որոնք նա խափանել էր, նախքան դրանք կկարողանային խորանալ։ Բոլոր այն երջանկության հնարավորությունները, որոնք նա բաց էր թողել վախի պատճառով։ Եվ նկատեց, որ հոգնել է։ Հոգնել է կիսատ ապրելուց։ Հոգնել է սեփական կյանքում ուրվական լինելուց։ Բայց դա գիտակցելը փոխվելու քաջություն ունենալը տարբեր բաներ էին։ Հաջորդ օրերը ծանր։ Լռության օրեր էին։ Արմենն ու Նարինեն հազիվ էին խոսում։
Նա իր գործառույթները կատարում էր սառը պրոֆեսիոնալիզմով։ Նա թաղվում էր աշխատանքի մեջ։ Եվ տունը, որը սկսել էր կյանք ստանալ, նորից դարձավ դամբարան։ Դավիթը մի քանի անգամ հայտնվեց, փորձելով վերականգնել կապը։ Բայց Արմենն այնքան փակված էր իր մեջ, որ հազիվ էր պատասխանում։ Մինչ Դավիթը, հիասթափված, առերեսվեց նրա հետ։ Ինչ է կատարվում քեզ հետ, Արմեն։ Ես վերադառնում եմ Հայաստան ուզենալով վերականգնել մեր հարաբերությունները, իսկ դու ինձ հետ վարվում ես օտարի պես։ Ինչ-որ մեկը քեզ վնասում է։ Կա մի բան, որով կարող եմ օգնել։ Արմենը նայեց եղբորը։ Տեսավ անկեղծ անհանգստությունը նրա աչքերում։ Եվ մեղքի զգացում զգաց։ Դու չես, Դավիթ։ Ես եմ։ Միշտ ես եմ եղել։ Դավիթը զգուշորեն մոտեցավ։ Թույլ տուր օգնեմ քեզ։ Պատմիր, թե ինչ է կատարվում։ Եվ երկրորդ անգամ Արմենը խոսեց։ Այս անգամ ավելին պատմեց։ Պատմեց Գագիկի մասին։ Տրավմայի մասին։ Ինչպես էր դա ձավորել իր ողջ հասուն կյանքը։ Ինչպես էր նա այնքան բարձր պատեր կառուցել, որ այժմ այլևս չգիտեր, թե ինչպես դրանք քանդել։ Դավիթը լսում էր լռության մեջ, արցունքները հոսում էին դեմքով։ Ինչու երբեք ինձ չես պատմել։ Որովհետև ուզում էի պաշտպանել քեզ։ Դու չափազանց փոքր էիր։ Պետք չէր, որ դա գրեիր։ Դավիթը գլուխը թափահարեց։ Բայց դու մենակ ես գրել։ Այս բոլոր տարիների ընթացքում։ Մենակ։ Նա Արմենին գրկեց։ Արմենը, բնազդաբար, փորձեց հեռանալ։ Բայց Դավիթը ամուր պահեց։ Թույլ տուր գրկեմ քեզ։ Խնդրում եմ։ Եվ Արմենը զիջեց։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ թույլ տվեց, որ եղբայրը գրկի իրեն։ Եվ լաց եղավ։ Լաց եղավ այն ամենը, ինչ պահել էր։ Այն ամենը, ինչ ճնշել էր։ Այն ամենը, ինչ ծածրել էր, թե գոյություն չունի։ Երբ վերջապես բաժանվեցին, Արմենն իրեն ավելի թեթ զգաց։ Ոչ թե բուժված, բայց ավելի թեթ։ Շնորհակալություն, Դավիթ։ Միշտ, ախպերս։ Միշտ։ Բայց չնայած եղբոր հետ այս առաջընթացին, Նարինեի հետ իրավիճակը շարունակում էր լարված մնալ։ Եվ վատթարանում էր։ Որովհետև մի քանի օր անց տիկին Սոնան վերադարձավ։ Վիրահատությունից ապաքինված, պատրաստ վերսկսելու իր պարտականությունները։ Եվ դա նշանակում էր, որ Նարինեն պետք է հեռանար։ Երբ Արմենն իմացավ, զգաց, որ գետինը փախչում է ոտքերի տակից։ Դրա մասին չէր մտածել։ Չէր հաշվի առել, որ Նարինեն ժամանակավոր է։ Որ վերջիվերջո նա կգնա։ Եվ հիմա, նրա հեռանալու մոտենալուն պես, այն ամենը, ինչ նա ճնշել էր, դուրս եկավ։ Հասկացավ, որ չի ուզում, որ նա գնա։ Հասկացավ, որ նա ավելին է դարձել, քան աշխատակցուհի։ Դարձել է էական։ Բայց արդեն ուշ էր։ Նարինեն արդեն այլ աշխատանք էր ընդունել։ Կհեռանար շաբաթվա վերջին։ Արմենը փորձեց խոսել նրա հետ, բայց նա խուսափում էր։ Զբաղված էր իրերն հավաքելով, տիկին Սոնային գործերը փոխանցելով։ Եվ երբ նա վերջապես կարողացավ նրան անկյուն քշել խոհանոցում, նա հստակ ասաց. Ես պետք է գնամ, Արմեն։ Չեմ կարող այստեղ մնալ, իմանալով, որ ինձ համար տեղ չկա։ Ոչ այսպես։ Տեղ կա։ Ես։ Դու, ինչ։ Ուզում ես, որ ես հավերժ քո աշխատակցուհին լինեմ։ Ուզում ես, որ ես շարունակեմ այստեղ մնալ, քեզ խնամել, առանց երբեք իմանալու, թե դու ինձ իսկապես ներս կթողնես, թե նորից հետ կհրես։ Նրա ձայնը լի էր հուզմունքով։ Ես դրանից ավելին եմ արժանի։ Արժանի եմ մեկին, ով ինձ կընտրի։ Ոչ թե մեկին, ով ինձ կհանդուրժի։ Եվ դուրս եկավ խոհանոցից, Արմենին ջախջախված թողնելով։ Այդ գիշեր Նարինեն նամակ գրեց։ Մտադրություն չուներ այն հանձնելու։ Բայց պետք էր ամեն ինչ դուրս թափել։ Գրեց, թե ինչպես էր զգացել, երբ եկել էր այդ տուն։ Ինչպես էր կապվել Արմենի հետ մի ձով, որը չէր սպասում։ Ինչպես էր սկսել կարեկցանքից ավելին զգալ։ Ինչպես էր դա իրեն վախեցնում նույնքան, որքան նրան։ Բայց նամակի կեսին կանգ առավ։ Որովհետև հասկացավ, որ դա ոչինչ չի փոխի։ Արմենը պատրաստ չէր։
Եվ գուցե երբեք էլ չլիներ։ Նամակը մանր կտորների պատռեց գցեց աղբամանը։ Եվ լաց եղավ։ Լաց եղավ անհնարինության համար։ Լաց եղավ բացվելու փոխադարձություն չստանալու ցավի համար։ Լաց եղավ Արմենի համար, որը բանտարկված էր սեփական հուզական բանտում։ Հաջորդ առավոտյան Արմենն իջավ սուրճ խմելու տեսավ տիկին Սոնային խոհանոցում։ Նա նրան ողջունեց սովորական ջերմությամբ։ Բարի լույս, պարոն Արմեն։ Ինչքան էի կարոտել այս խոհանոցը։ Բարի լույս, Սոնա։ Լավ է, որ վերադարձել եք։ Նա վերցրեց սուրճի բաժակը գնաց աշխատասենյակ, բայց ինչ-որ բան տարբեր էր։ Տունն այլս նույն բույրը չուներ։ Այլս նույն էներգիան չուներ։ Նարինեն հեռացել էր նախորդ գիշեր, առանց հրաժեշտ տալու։ Արմենը հսկայական դատարկություն զգաց։ Մի դատարկություն, որը աշխատանքը չէր կարող լրացնել։ Մի դատարկություն, որը ոչինչ չէր կարող լրացնել։ Հենց այդ ժամանակ տեսավ աղբամանը գրասեղանի կողքին։ Լիքն էր։ Տիկին Սոնան դեռ չէր դատարկել։ Եվ ճմրթված թղթերի մեջ Արմենը տեսավ պատռված նամակի կտորներ։ Վերցրեց կտորները։ Հավաքեց դրանք սեղանի վրա։ Եվ կարդաց. Արմեն, չգիտեմ, դու երբեք կկարդաս սա։ Հավանաբար, ոչ։ Բայց պետք է գրեմ։ Պետք է դուրս թափեմ այն ամենը, ինչ զգում եմ։ Երբ ես եկա այս տուն, կոտրված էի։ Մտածում էի, որ այլս երբեք չեմ կարողանա վստահել մեկին։ Մտածում էի, որ կյանքս կսահմանափակվի աշխատելով, հաշիվներ վճարելով, գոյատելով։ Բայց դու փոխեցիր դա։ Ոչ միտումնավոր։ Ոչ գիտակցաբար։ Բայց փոխեցիր։ Դու ինձ ցույց տվեցիր, որ ցավը ճանաչում է ցավը։ Որ կոտրված հոգիները կարող են միասին բուժվել։ Որ դիպչելը պարտադիր չէ, որ սարսափելի լինի, երբ դա արվում է խնամքով։ Ես կապվեցի։ Գիտեմ։ Չպետք է։ Բայց պատահեց։ Եվ հիմա ես հեռանում եմ կոտրված սրտով։ Ոչ թե այն պատճառով, որ դու ինձ մերժեցիր, այլ իմանալով, որ դու ինքդ քեզ ես մերժում։ Որովհետև դու արժանի ես երջանիկ լինելու, Արմեն։ Արժանի ես, որ քեզ դիպչեն։ Արժանի ես, որ քեզ սիրեն։ Բայց քանի դեռ դու դրան չես հավատում, ոչ ոք չի կարողանա քեզ հասնել։ Հուսով եմ, որ մի օր դու քաջություն կգտնես։ Քաջություն, ստվերից դուրս գալու։ Քաջություն, իսկապես ապրելու։ Ջերմությամբ, Նարինե։ Արմենը զգաց, թե ինչպես են արցունքները հոսում դեմքով։ Վերցրեց նամակի կտորները, սեղմեց դրանք կրծքին։ Եվ առաջին անգամ խոստովանեց ինքն իրեն, նա սիրում է Նարինեին։ Դա երախտագիտություն չէր։ Կախվածություն չէր։ Սեր էր։ Իրական, խորը, սարսափելի սեր։ Եվ նա թույլ էր տվել, որ նա գնա։ Նստած մնաց այնտեղ, պահելով նամակի կտորները ժամեր շարունակ։ Մինչ Դավիթը հայտնվեց։ Եկել էր անակնկալ այցելության, բայց գտավ եղբորը լիովին ջախջախված։ Ինչ է պատահել։ Ես կորցրի նրան։ Դավիթը նայեց Արմենի ձեռքի թղթի կտորներին։ Հասկացավ։ Ապա գնա հետից։ Այդքան պարզ չէ։ Այո։ Հենց այդքան պարզ է։ Դու նրան սիրում ես։ Նա քեզ սիրում է։ Մնացածը հպարտություն է։ Իսկ հպարտությունը միայնության գինը չարժե։ Արմենը նայեց եղբորը։ Իսկ եթե ես չիմանամ, թե ինչպես դա անել։ Ինչպես սիրել մեկին առանց կոտրվելու։ Ոչ ոք չգիտի։ Մենք սովորում ենք անելով։ Սխալվելով։ Նորից փորձելով։ Բայց միակ բանը, որում համոզված եմ, այն է, որ առանց փորձելու ապրելն ավելի վատ է, քան փորձելն ու վիրավորվելը։ Արմենը ներծեց այդ բառերը։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն դիտարկել հնարավորությունը։ Հետից գնալու հնարավորությունը։ Ռիսկի դիմելու հնարավորությունը։ Երջանիկ լինելու հնարավորությունը։ Վեր կացավ։ Վերցրեց մեքենայի բանալիները։ Որտեղ է նա ապրում։ Դավիթը ժպտաց։ Ահա թե ինչ։ Գնանք պարզենք։ Նրանք գնացին այն գործակալություն, որը վարձել էր Նարինեին։ Ստացան հասցեն։
Եվ գնացին այնտեղ։ Նարինեն ապրում էր նոր Նորքի մի փոքրիկ բնակարանում, հին, բայց լավ պահպանված շենքում։ Արմենը բարձրացավ 3 հարկի աստիճանները սիրտը արագ բաբախելով։ Թակեց դուռը։ Նարինեն բացեց։ Եվ երբ տեսավ, թե ով է, աչքերը լայն բացվեցին։ Արմեն, կարող եմ ներս մտնել։ Նա վարանեց, բայց բացեց դուռը։ Բնակարանը պարզ էր։ Փոքր հյուրասենյակ, ամերիկյան խոհանոց, հետում ննջասենյակ։ Բայց հարմարավետ էր։ Կյանք ուներ։ Գույն ուներ։ Ինչ ես անում այստեղ։ Արմենը խորը շունչ քաշեց։ Ես կարդացի նամակը։ Այն կտորները, որոնք պատռել էիր։ Նարինեն փակեց աչքերը, ամաչելով։ Դու չպետք է կարդայիր դա։ Բայց կարդացի։ Եվ պետք է քեզ մի բան ասեմ։ Նա մի քայլ առաջ արեց։ Դու ճիշտ էիր։ Ամեն ինչում։ Ես ինքս ինձ էի խանգարում։ Ես ընտրում էի անվտանգությունը երջանկության փոխարեն։ Ես թույլ էի տալիս, որ վախը կառավարի իմ կյանքը։ Նա կանգնեց նրա դիմաց։ Բայց ես այլս դա չեմ ուզում։ Այլս չեմ ուզում կիսատ ապրել։ Այլս չեմ ուզում քեզ հետ հրել։ Ես ուզում եմ փորձել։ Իսկապես փորձել։ Նարինեն զգաց, որ արցունքները հոսում են։ Արմեն, ես չեմ կարող լինել պարզապես հերթական փորձը, որ դու հաղթահարես քո տրավմաները։ Ինձ պետք է, ես քեզ սիրում եմ։ Բառերը դուրս եկան, նախքան նա կկարողանար մտածել։ Բայց դրանք ճշմարիտ էին։ Ամենամաքուր ճշմարտությունը, որը նա երբեք ասել էր։ Նարինեն անհավատորեն նայեց նրան։ Ինչ։ Ես քեզ սիրում եմ, Նարինե։ Եվ վախենում եմ դրանից։ Շատ եմ վախենում։ Բայց ավելի շատ եմ վախենում քեզ կորցնելուց։ Նա մեկնեց ձեռքը։ Դանդաղ։ Ինչպես արել էր այն գիշեր խոհանոցում։ Ինձ մի հնարավորություն տուր։ Մի հնարավորություն, սա ճիշտ անելու։ Նարինեն նայեց նրա ձեռքին։ Հետո նրա դեմքին։ Եվ տեսավ անկեղծություն։ Տեսավ խոցելիություն։ Տեսավ սեր։ Նա մեկնեց իր ձեռքը դիպավ նրան։ Եվ այս անգամ նրանցից ոչ ոք հետ չքաշվեց։ Արմենը նրան գրկեց։ Նրանց միջ առաջին իսկական գրկախառնությունը։ Եվ զգաց նրա մարմնի ջերմությունը։ Զգաց նրա մազերի բույրը։ Զգաց նրա սրտի բաբախյունը իր կրծքին։ Եվ չվախեցավ։ Խուճապ չունեցավ։ Ունեցավ միայն վստահություն։ Երկար րոպեներ այդպես մնացին։ Գրկախառնված։ Լաց լինելով։ Բուժվելով։ Երբ բաժանվեցին, Նարինեն ժպտաց։ Անկեղծ, հույսով լի ժպիտ։ Սա հեշտ չի լինելու։ Գիտեմ։ Նահանջներ կլինեն։ Վատ օրեր կլինեն։ Գիտեմ։ Բայց ես այստեղ կլինեմ։ Եթե դու էլ խոստանաս լինել։ Խոստանում եմ։ Եվ նրանք այդ խոստումը կնքեցին համբույրով։ Նուրբ։ Զգույշ։ Իմաստով լի։ Դա սկիզբն էր։ Ընդամենը սկիզբը։ Բայց դա իրական էր։ Եվ դա նրանցն էր։ Վերամիավորումից հետո առաջին օրերը հարմարվելու շրջան էին։ Նարինեն վերադարձավ առանձնատուն, բայց ոչ որպես աշխատակցուհի։ Վերադարձավ որպես զուգընկերուհի։ Որպես մեկը, ում Արմենը գիտակցաբար ընտրել էր իր կողքին ունենալ։ Եվ այս դերափոխությունը ճշգրտումներ էր պահանջում։ Երկուսից էլ։ Արմենը պետք է սովորեր տարածք կիսել։ Հաշվի առնել նրա կարծիքը։ Թույլ տալ, որ նա տեսնի իր խոցելի կողմերը, առանց դրանք թաքցնելու փորձի։ Իսկ Նարինեն պետք է սովորեր վստահել, որ նա նորից չի փախչի։ Որ երբ ասում է, թե սիրում է իրեն, դա ճիշտ է։ Որ երբ ձեռքը մեկնում է, դա պարզապես դատարկ ժեստ չէ։ Բայց վերականգնումը ժամանակ է պահանջում։ Եվ միշտ չէ, որ ուղղագիծ է։ Եղան վատ օրեր։ Օրեր, երբ Արմենն արթնանում էր անցյալի ծանրության տակ ճզմված։ Օրեր, երբ ձեռքի պարզ հպումն անցանկալի հիշողություններ էր արթնացնում։
Օրեր, երբ նա փակվում էր վերադառնում պաշտպանիչ խեցու մեջ, Նարինեին իր ողջ համբերությունն էր պետք նրան հետ բերելու համար։ Եվ եղան լավ օրեր։ Օրեր, երբ նրանք միասին սուրճ էին խմում պատշգամբում, խոսելով սովորական բաների մասին։ Օրեր, երբ ձեռք ձեռքի տված զբոսնում էին այգում։ Օրեր, երբ Արմենը կարողանում էր գրկել նրան առանց վախ զգալու։ Օրեր, երբ նա ժպտում էր։ Իսկապես, Դավիթը մշտական ներկայություն դարձավ։ Այժմ, երբ եղբայրները կոտրել էին անցյալի պատնեշները, նրանց միջ հարաբերությունները ծաղկեցին։ Դավիթը թեթություն էր բերում։ Զվարճալի պատմություններ էր բերում։ Կյանք էր բերում։ Եվ Արմենը կամաց-կամաց նորից սովորում էր ծիծաղել։ Մի բան, որ մոռացել էր, թե ինչպես է արվում։ Հինգշաբթի օրը վերամիավորումից գրեթե 2 ամիս անց Նարինեն Արմենին նվեր տվեց։ Դա պարզ տուփ էր, փաթաթված կրավտ թղթով։ Սա ի՞նչ է։ Բացիր։ Արմենը զգուշությամբ բացեց։ Ներսում մի զույգ ձեռնոց կար։ Ձեռագործ, փափուկ ճկուն կտորից, մուգ մոխրագույն գույնի։ Նա նայեց Նարինեին, չհասկանալով։ Սրանք այն դեպքերի համար են, երբ քեզ պետք կլինեն։ Երբ հպումը չափազանց շատ լինի, բայց դու դեռ ուզենաս ներկա լինել։ Սրանցով դու կարող ես դիպչել աշխարհին, առանց զգալու, որ աշխարհը ներխուժում է քո մեջ։ Արմենը վերցրեց ձեռնոցները։ Զգաց հյուսվածքը։ Եվ հասկացավ։ Դա հենակ չէր։ Դա կամուրջ էր։ Շփումը միջնորդելու միջոց, երբ նա դեռ պատրաստ չէր ուղիղ շփման։ Շնորհակալություն։ Նա հագավ ձեռնոցները։ Մեկնեց ձեռքը։ Նարինեն բռնեց։ Եվ Արմենը զգաց։ Զգաց հպումը կտորի միջով։ Զտված, բայց իրական։ Անվտանգ, բայց ներկա։ Կատարյալ է։ Հաջորդ օրերին Արմենն օգտագործեց ձեռնոցները իրավիճակներում, որոնք նախկինում անհնարին կլինեին։ Հանդիպումներում ձեռքեր սեղմելու համար։ Ընթրիքների ժամանակ այլ մարդկանց դիպած սպասքը պահելու համար։ Զբոսանքների ժամանակ դռներ բացելու, իրերին դիպչելու, աշխարհում գոյություն ունենալու, առանց անընդհատ զգոն վիճակում լինելու։ Եվ կամաց-կամաց նկատեց, որ դրանց կարիքն ավելի ու ավելի քիչ է զգում։ Նարինեի հպումը սկսել էր վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում հպումը։ Այն այլս ներխուժման հոմանիշ չէր։ Այն կապի հոմանիշ էր։ Ջերմության, ընտրության։ Հենց Նարինեն առաջարկեց, որ Արմենը մասնագիտական օգնություն փնտրի։ Ոչ թե այն պատճառով, որ կարծում էր, թե նա չափազանց կոտրված է, միայնակ վերականգնվելու համար, այլ որովհետև գիտեր, որ որոշ վերքեր սիրուց ավելիի կարիք ունեն, սպիանալու համար։ Տեխնիկական հասկացողության կարիք ունեն։ Մասնագիտացված գործիքների։ Արմենը սկզբում դիմադրեց։ Նախկինում արդեն փորձել էր թերապիա, դա չէր օգնել։ Բայց Նարինեն վճռական էր։ Դու նախկինում պատրաստ չէիր։ Հիմա պատրաստ ես։ Եվ մենակ չես։ Ես այստեղ կլինեմ։ Միշտ։ Այնպես որ նա համաձայնեց։ Սկսեց շաբաթական սեանսներ անցկացնել տրավմայի ոլորտում մասնագիտացած թերապևտի հետ։ Եվ առաջին անգամ թույլ տվեց իրեն իսկապես ընկղմվել բուժման աշխատանքի մեջ։ Առանց պատնեշների։ Առանց դիմակների։ Սեանսները դժվար էին։ Դրանք արթնացնում էին հիշողություններ, որոնք նա խորը թաղել էր։ Ստիպում էին նրան առերեսվել այն զայրույթի հետ, որը զգում էր իր ծնողների Գագիկի նկատմամբ։ Բայց դրանք նա պարզություն էին բերում։ Օգնում էին նրան հասկանալ, որ այն, ինչ տեղի էր ունեցել, իր մեղքը չէր։ Որ նա երեխա էր։ Որ չէր կարող պաշտպանվել։ Որ գոյատելն արդեն իսկ հաղթանակ էր։ Եվ կամաց-կամաց զայրույթը սկսեց փոխակերպվել։ Ամբողջությամբ չանհետացավ։ Գուցե երբեք էլ չանհետանա։ Բայց դադարեց լինել գերիշխող զգացումը։ Դադարեց կառավարել նրա գործողությունները։ Նարինեն ուշադիր հետում էր այս փոխակերպմանը։ Եվ նա սկսեց իր սեփական ճանապարհորդությունը։ Գտավ հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց ընտանիքների համար աջակցության խումբ։ Սկսեց հասկանալ, որ եղբոր հիվանդությունն իր մեղքը չէր։ Որ նա արել էր իր լավագույնը։ Որ պատասխանատու չէր նրան միայնակ փրկելու համար։
Եվ միասին Արմենն ու Նարինեն սովորեցին ամենակարևոր դասերից մեկը՝ բուժումը նպատակակետ չէ։ Դա գործընթաց է։ Եվ գործընթացներն ունեն առաջընթացներ, հետընթացներ։ Ունեն լավ օրեր, վատ օրեր։ Բայց կարևորը շարունակել քայլելն է։ Շաբաթ առավոտյան էր, վերամիավորումից գրեթե 6 ամիս անց, երբ մի արտասովոր բան տեղի ունեցավ։ Արմենն արթնացավ տասնամյակների ընթացքում առաջին անգամ, չզգաց սովորական ծանրությունը կրծքում։ Չզգաց սողացող անհանգստությունը։ Վախ չզգաց։ Զգաց պարզապես խաղաղություն։ Վեր կացավ, գնաց պատուհանի մոտ։ Արը ծագում էր, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Նարինեն դեռ քնած էր, փաթաթված սավանների մեջ։ Նա նայեց նրան, խորը երախտագիտություն զգաց։ Երախտագիտություն, որ նա հայտնվել էր։ Երախտագիտություն, որ նա մնացել էր։ Երախտագիտություն, որ նա հավատացել էր, որ ինքը կարող է փոխվել։ Վերադարձավ մահճակալ պառկեց նրա կողքին։ Մեկնեց ձեռքը, առանց ձեռնոցների, դիպավ նրա դեմքին։ Նրբորեն։ Ջերմությամբ։ Նարինեն բացեց աչքերը, դեռ քնաթաթախ։ Բարի լույս։ Բարի լույս։ Նա մոտեցավ, համբուրեց նրան։ Դանդաղ, քնքշությամբ լի համբույր։ Եվ երբ հեռացան, Նարինեն ժպտաց։ Դու տարբեր ես։ Այնպես է։ Ավելի թեթ ես։ Արմենը մտածեց այդ մասին։ Եվ նկատեց, որ այո։ Ավելի թեթ էր։ Կարծես մի բեռ էր գցել, որն այնքան երկար էր կրել, որ արդեն չէր էլ հիշում, թե ինչպես է առանց դրա քայլելը։ Կարծում եմ, բուժվում եմ։ Նարինեն շոյեց նրա դեմքը։ Դու բուժվում ես։ Եվ ես այնքան հպարտ եմ քեզանով։ Առանց քեզ չէի կարողանա։ Գուցե։ Բայց դու արեցիր աշխատանքը։ Դու ընտրեցիր առերեսվել։ Ընտրեցիր չհանձնվել։ Դա ամբողջությամբ դու էիր։ Արմենը գրկեց նրան։ Եվ մնացին այդպես, լռության մեջ, պարզապես զգալով միմյանց ներկայությունը։ Այդ օրը Արմենն արեց մի բան, որը տարիներ շարունակ չէր արել, զանգեց Դավիթին, առաջարկեց ընտանեկան ճաշ։ Դավիթը հիացած էր։ Պայմանավորվեցին հաջորդ կիրակի օրը, առանձնատանը։ Նարինեն հատուկ ճաշ պատրաստեց։ Խաշլամա պատրաստեց, Դավիթի խնդրանքով։ Տնական ծիրանի օղի հանեց։ Պատշգամբի սեղանը զարդարեց գունավոր սփռոցով, թարմ ծաղիկներով։ Տունը, որն այդքան երկար ժամանակ անպտուղ տարածք էր եղել, այժմ կենդանի էր։ Լի գույներով, բույրերով, ծիծաղով։ Դավիթը ճիշտ ժամանակին ժամանեց, իր հետ բերելով ընկերուհուն։ Անիին, մի բժշկուհու, ում հետ ծանոթացել էր Հայաստան վերադառնալուց քիչ անց։ Նա համակրելի էր, անմիջական, խոսուն։ Եվ կատարելապես տեղավորվեց իրավիճակի մեջ։ Ճաշը թեթ անցավ։ Խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին։ Ապագայի պլանների մասին։ Ճամփորդությունների մասին, որոնք ուզում էին անել։ Մանկության լավ հիշողությունների մասին, վատերը մի կողմ թողնելով։ Եվ առաջին անգամ Արմենը զգաց, թե ինչ է ընտանիք ունենալը։ Իսկապես։ Ոչ թե այն դիսֆունկցիոնալ կենսաբանական ընտանիքը, որն ունեցել էր, այլ այն ընտանիքը, որն ինքն էր ընտրել։ Նարինե։ Դավիթ։ Անի։ Մարդիկ, որոնք սիրում էին նրան այնպիսին, ինչպիսին նա կար, ոչ թե այն բանի համար, ինչ նա ներկայացնում էր։ Ճաշից հետո Դավիթը խնդրեց առանձին խոսել Արմենի հետ։ Գնացին գրադարան։ Դավիթը փակեց դուռը, լրջացավ։ Պետք է քեզ մի բան խնդրեմ։ Ինչ է պատահել։ Ներիր ինձ։ Որ չեմ նկատել։ Որ չափազանց երեխա էի, քեզ օգնելու համար։ Որ թույլ եմ տվել, որ ամեն ինչ մենակ գրես։ Արմենը կոկորթում կոշտուկ զգաց։ Դավիթ, դու ոչ մի բանում մեղավոր չես։ Դու երեխա էիր։ Ես էի, որ պետք է քեզ պաշտպանեի։ Եվ արեցի դա։ Արեցի իմ լավագույնը։ Դավիթը գրկեց եղբորը։ Դու միշտ իմ հերոսն ես եղել։ Եվ շարունակում ես լինել։ Նրանք երկար րոպեներ գրկախառնված մնացին։ Եվ երբ բաժանվեցին, Արմենը զգաց, որ մի շրջան փակվել է։ Ցավի, մեղքի, միայնության շրջան։ Եվ մի նորն էր սկսվում։
Բուժման, կապի, կյանքի շրջան։ Ամիսներն անցնում էին։ Արմենն ու Նարինեն կառուցեցին մի առօրյա, որը հարմար էր երկուսին էլ։ Նա շարունակեց աշխատել, բայց նվազեցրեց ծանրաբեռնվածությունը։ Սկսեց ավելի շատ պատվիրակել, վստահել թիմին։ Եվ առաջին անգամ ժամանակ ունեցավ ապրելու, ճամփորդելու, նոր վայրեր բացահայտելու, փորձելու բաներ, որոնք միշտ ուզել էր անել, բայց երբեք քաջություն չէր ունեցել։ Նարինեն աշխատանքի անցավ մի հկում, որն աշխատում էր հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց ընտանիքների հետ։ Օգտագործեց իր անձնական փորձը, օգնելու այլ մարդկանց, որոնք անցնում էին այն ամենի միջով, ինչ ինքն էր անցել։ Եվ դրանում իմաստ գտավ։ Եվ միասին նրանք ամբողջությամբ վերանորոգեցին առանձնատունը։ Հեռացրին ստերիլությունը։ Գույն ավելացրին։ Կյանք։ Այն դարձրին տուն։ Մի վայր, որտեղ կարող էին լինել այն, ինչ կային, առանց դիմակների, առանց վախի։ Ապաստան սենյակը շարունակեց գոյություն ունենալ։ Բայց այժմ այն օգտագործվում էր ոչ միայն Արմենի կողմից։ Նարինեն էլ էր այնտեղ գնում, երբ լռության կարիք ուներ։ Դավիթը իր այցելությունների ժամանակ սիրում էր այնտեղ կարդալ։ Այն դարձավ ընդհանուր տարածք։ Ընդունելության տարածք, ում որ պետք լիներ։ Դեկտեմբերյան մի երեկո, վերամիավորումից գրեթե 1 տարի անց, Արմենը Նարինեին մի հարց տվեց։ Նրանք պատշգամբում էին, նայելով քաղաքի հեռավոր լույսերին։ Նա բռնել էր նրա ձեռքը, առանց ձեռնոցների։ Կամուսնանաս ինձ հետ։ Նարինեն զարմացած շրջվեց դեպի նա։ Ինչ։ Ամուսնացիր ինձ հետ։ Ոչ թե որովհետև կարծում եմ, որ պետք է։ Ոչ թե որովհետև դա սպասելի է։ Այլ որովհետև ուզում եմ։ Ուզում եմ քեզ հետ կյանք կառուցել։ Պաշտոնապես։ Ուզում եմ ամեն օր քո կողքին արթնանալ։ Ուզում եմ քեզ հետ ծերանալ։ Ամեն ինչ եմ ուզում։ Նարինեի աչքերը լցվեցին արցունքներով։ Այո։ 1000 անգամ այո։ Նա համբուրեց նրան։ Եվ այդ համբույրի մեջ ամեն ինչ կար։ Երախտագիտություն։ Սեր։ Հույս։ Ապագա։ Հարսանիքը պարզ էր։ Միայն մտերիմ մարդիկ։ Դավիթը քավորն էր։ Անին քավոր կինը։ Արարողությունը տեղի ունեցավ առանձնատան այգում, մայրամուտին։ Նարինեն հագել էր պարզ, սպիտակ զգեստ, առանց չափազանցությունների։ Արմենը՝ բաց գույնի կոստյում։ Եվ երբ նրանք փոխանակեցին մատանիները, երբ համբուրվեցին որպես ամուսին կին, Արմենը զգաց, որ վերջապես ամբողջական է։ Նա բուժված չէր։ Հավանաբար երբեք էլ ամբողջովին չէր բուժվի։ Դեռ դժվար օրեր ուներ։ Դեռ նահանջներ ուներ։ Բայց այժմ ուներ մի բան, որը նախկինում չուներ՝ հույս։ Եվ ընկերակցություն։ Եվ սեր։ Եվ դա ամեն ինչ փոխում էր։ Հարսանիքից ամիսներ անց Նարինեն իմացավ, որ հղի է։ Նորությունը նրանց անակնկալի բերեց։ Չէին պլանավորում։ Բայց երբ բժիշկը հաստատեց, երկուսն էլ հսկայական ուրախություն զգացին։ Արմենը վախեցավ։ Վախեցավ, որ լավ հայր չի լինի։ Վախեցավ իր տրավմաները երեխային փոխանցելուց։ Վախեցավ, որ չի կարողանա ներկա լինել այնպես, ինչպես երեխան արժանի է։ Բայց Նարինեն նրան հանգստացրեց։ Դու քո հայրը չես լինելու։ Եվ Գագիկը չես լինելու։ Դու ես լինելու։ Եվ դու հիանալի ես։ Այս երեխան բախտավոր կլինի, քեզ որպես հայր ունենալով։ Եվ Արմենը հավատաց նրան։ Որովհետև նա միշտ հավատացել էր իրեն, նույնիսկ երբ ինքը չէր հավատում իրեն։ Հղիությունը հանգիստ անցավ։ Արմենը ուղեկցում էր ամեն խորհրդատվության, ամեն ուլտրաձայնային հետազոտության, ամեն պահի։ Եվ երբ վերջապես իրենց դստերը գրկեցին, մեծ աչքերով մուգ մազերով մի աղջկա, նա լաց եղավ։ Լաց եղավ երջանկությունից։ Լաց եղավ թեթությունից։ Լաց եղավ, որովհետև վերջապես հասկանում էր, թե ինչ է անպայմանական սերը։ Ինչ է նշանակում ուզենալ պաշտպանել մեկին, առանց խեղդելու։ Ինչ է նշանակում ներկա լինել, առանց ներխուժելու։ Նրան անվանեցին Լուսինե։ Լուսինե Մանուկյան։ Որովհետև նա ներկայացնում էր պարզություն։ Լույս։ Հույս։
Եվ Արմենը առաջին անգամ գրկելով դստերը առանց ձեռնոցների, զգալով նրա փափուկ մաշկը իր մաշկին, հասկացավ, որ հպումը թշնամի չէ, որ հպումը երբ գալիս է սիրուց, հարգանքից, խնամքից, աշխարհի ամենագեղեցիկ բանն է։ Դա կապ էր, կյանք էր, բուժում էր։ Տարիներն անցնում էին։ Լուսինեն մեծացավ, դարձավ ուրախ, հետաքրքրասեր, կյանքով լի երեխա։ Արմենը այն հայրն էր, որը երբեք չէր ունեցել։ Ներկա, ուշադիր, ջերմ, և երբեք ոչ մի անգամ չդադարեց գրկել նրան, համբուրել նրան, անվտանգ հպման միջոցով ցույց տալ նրան, որ նա սիրված է։ Նարինեն շարունակեց իր աշխատանքը ՀԿ-ում, օգնեց հարյուրավոր ընտանիքների, դարձավ ոլորտի առաջատար և երբեք չդադարեց խնամել եղբորը, որը կամաց-կամաց նույնպես կայունություն էր գտնում։ Դավիթն ամուսնացավ Անիի հետ։ 2 երեխա ունեցան, և 2 ընտանիքները դարձան անբաժան։ Կիրակիներն առանձնատանը ավանդույթ դարձան։ Աղմկոտ ճաշեր, այգում վազող երեխաներ, պատշգամբում զրուցող մեծահասակներ, ծիծաղ, որը արձագանքում էր պատերին, որոնք նախկինում միայն լռություն էին ճանաչում։ Եվ Արմենը, տեսնելով այդ ամենը, խորը երախտագիտություն էր զգում։ Երախտագիտություն, որ քաջություն է ունեցել փոխվելու։ Երախտագիտություն, որ գտել է Նարինեին։ Երախտագիտություն, որ թույլ է տվել, որ սերը մտնի իր կյանք, նույնիսկ երբ սարսափած էր։ Որովհետ, ի վերջո, հենց դա նրան փրկեց։ Ոչ թե թերապիան, թե այն էական էր։ Ոչ թե անհատական բուժման աշխատանքը, թե այն անհրաժեշտ էր։ Այլ սերը։ Նարինեի սերը, Դավիթի սերը, Լուսինեի սերը, այն սերը, որը նա սովորեց ստանալ փոխադարձել։ Եվ ամեն ինչ սկսվեց մի ծուռ փողկապից։ Մի աշխատակցուհուց, որը հարգեց նրա սահմանները։ Խնամքի փոքրիկ ժեստերից, որոնք կամաց-կամաց հալեցրին նրա կառուցած պատնեշները։ Արմենը 2 տասնամյակ փախել էր հպումից։ 2 տասնամյակ հավատացել էր, որ դա իրեն պաշտպանելու միակ միջոցն է։ Բայց Նարինեն նրան սովորեցրեց, որ կա մեկ այլ ճանապարհ։ Մի ճանապարհ, որը մեկուսացում չի ներառում։ Այլ կապ։ Վախ չի ներառում։ Այլ վստահություն։ Փախուստ չի ներառում։ Այլ առերեսում։ Եվ նա ընտրեց առերեսվել։ Ընտրեց վստահել։ Ընտրեց սիրել։ Եվ դա նրա կատարած լավագույն ընտրությունն էր։ Այսօր Արմեն Մանուկյանը դեռ հաջողակ գործարար է։ Դեռ ղեկավարում է իր կոնգլոմերատը։ Դեռ հայտնվում է ամսագրերում բանավեճերում։ Բայց նա այլս միայն դա չէ։ Նա ամուսին է։ Հայր է։ Եղբայր է։ Ընկեր է։ Մարդ է։ Եվ երբ ինչ-որ մեկը ձեռքը մեկնում է նրան ողջունելու, նա սեղմում է։ Առանց ձեռնոցների։ Առանց վախի։ Պարզապես ներկայությամբ։ Որովհետև սովորել է, որ դիպչելը վտանգավոր չէ։ Ոչ այն դեպքում, երբ դա ընտրություն է։ Ոչ այն դեպքում, երբ դա սեր է։ Եվ դա էր իսկական բուժումը։ Ոչ թե ցավի բացակայությունը, այլ դրա հետ մեկտեղ գոյություն ունենալու ունակությունը։ Լիարժեք ապրելու։ Դիպչելու դիպչվելու։ Սիրելու սիրվելու։ Արմենը վերջապես ազատ էր։ Ոչ թե տրավմայի հիշողությունից։ Այն միշտ այնտեղ կլիներ, ինչ-որ տեղ։ Բայց ազատ էր այն վերահսկողությունից, որը այն ուներ իր վրա։ Ազատ, գրելու իր սեփական պատմությունը։ Մի պատմություն, որտեղ վերջաբանը ոչ թե միայնությունն էր, այլ կապը։ Ոչ թե վախը, այլ սերը։ Եվ այս ամենը մի կնոջ շնորհիվ, որը մտավ նրա կյանք, քողարկված որպես ժամանակավոր աշխատակցուհի, բայց որը ի վերջո դարձավ այն պատճառը, որի շնորհիվ նա վերջապես սովորեց ապրել։ Նարինե։ Նրա փրկությունը։ Նրա զուգընկերուհին։ Նրա սերը։ Եվ երբ հանգիստ գիշերներին Արմենը բռնում էր նրա ձեռքը, մինչ նրանք դիտում էին Լուսինեի քունը, նա շնորհակալություն էր հայտնում։ Շնորհակալություն, որ նա մնացել էր։ Որ հավատացել էր։ Որ սիրել էր, նույնիսկ երբ ինքն իրեն սիրո արժանի չէր համարում։ Եվ շշնջում էր, երբ կարողանում էր։ Շնորհակալություն, որ ինձ սովորեցրիր, որ հպումը կարող է բուժել։
Եվ Նարինեն ժպտում էր, որովհետև գիտեր, որ նա վերջապես հասկացել է, որ սերը, երբ իսկական է, չի վնասում, աջակցում է, չի ներխուժում, ընդունում է, չի կոտրում, վերականգնում է։ Եվ հենց դա էլ նրանք արեցին։ Միասին, մեկը մյուսի համար, վերականգնեցին իրենց, և այդ գործընթացում կառուցեցին ինչ-որ նոր բան, գեղեցիկ բան, հավերժական բան, մի կյանք, մի տուն, մի ընտանիք, և ամենից վեր մի սեր, որը հաղթեց վախին։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմենի Նարինեի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք բուժման, փոխակերպման իսկական սիրո այս ճանապարհորդությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա փողկապին առաջին հպումն էր։ Այդքան խնամքով ստեղծված ապաստան սենյակը, պատրված նամակը, թե այն պահը, երբ Արմենը վերջապես թույլ տվեց իրեն սիրել։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի խորը պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, որոնք ցույց են տալիս, որ բուժումը հնարավոր է, որ սերը կարող է հաղթել նույնիսկ ամենախորը տրավմաներին։ Մեկնաբանություններում ձեր մասնակցությունը մեզ ոգեշնչում է շարունակել ստեղծել պատմություններ, որոնք հուզում են, որոնք փոխակերպում են, որոնք ստիպում են ձեզ հավատալ, որ միշտ հույս կա։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին։ Մինչ շուտով։